Երբ Հայաստանի արտաքին գործերի նախարարության արխիվներում հայտնաբերվեց մի թղթապանակ, կոդով ԱԳՆ Լոնդոն 2010, ոչ ոք չէր սպասում, որ այնտեղ կլինեն բժշկական փաստաթղթեր, որոնք երբեք չպետք է հրապարակվեին։ Կարինե Ղազինյանի անձնական բժիշկը 7 անգամ գրել էր նախազգուշական նամակներ, խնդրելով հետաձգել Լոնդոնի նշանակումը։ Բայց այդ նամակները երբեք չհասան նախարարի սեղանին։ Ով էր դրանք կանգնեցրել ճանապարհին։ Ինչու՞։ Մի կին, որը 30 տարի ամբասիր ծառայել էր դիվանագիտությանը, պետք է մեկներ Լոնդոն, իմանալով, որ իր սիրտը չի դիմանա այդ ճնշմանը։ Եվ ամենակարևորը, ինչու այդ բժշկական եզրակացությունները անհետացան հենց 57 տարեկանում նրա մահից հետո։ Երբ Կարինե Ղազինյանը առաջին անգամ մտավ Հայաստանի արտաքին գործերի նախարարություն, որպես երիտասարդ դիվանագետ, նրա գործընկերները գիտեին միայն մեկ բան, նա եկել էր Մոսկվայի պետական միջազգային հարաբերությունների ինստիտուտից։ Բայց ոչ ոք չգիտեր, թե ինչ գին էր վճարել այդ կինը, հասնելու համար այնտեղ, որտեղ կանայք սովորաբար տեղ չունեին։ Նրա անձնական օրագրում, որը հայտնաբերվեց ավելի ուշ, կար մի գրառում 1991 թվականի փետրվարից։ Այսօր ինձ ասացին, որ կինը չի կարող լինել դեսպան։ Ես ապացուցեցի, որ կինը կարող է լինել ավելին, քան դեսպան։ Բայց ինչ գնով։ Այդ հարցը մնաց անպատասխան մինչ նրա վերջին օրերը։ Մոսկվայում Կարինեն ուսանում էր այն տարիներին, երբ Խորհրդային Միությունը սկսում էր փլուզվել։ Նրա դասընկերները հիշում են մի աղջկա, որը քնում էր օրական 3-4 ժամ, որովհետև ցերեկը սովորում էր, իսկ գիշերները աշխատում էր թարգմանչի։ Նրա դասախոսներից մեկը, պրոֆեսոր Վլադիմիր Սերգեյիչ Կուզնեցովը, ասում էր. Ղազինյանը ուներ մի հատկություն, որը հազվադեպ է հանդիպում դիվանագետների մոտ։ Նա կարողանում էր լսել։ Ոչ թե պարզապես լռել, երբ մյուսը խոսում է, այլ իսկապես լսել, հասկանալով ոչ միայն խոսքերը, այլ դրանց հետում թաքնված մտքերը։ Բայց այդ հատկությունը, որը դարձավ նրա ուժը, հետագայում դարձավ նրա անեծքը։ Երբ Հայաստանը անկախություն ստացավ, Կարինեն վերադարձավ Երևան։ Նա եղավ առաջին կանանցից մեկը, ով մտավ արտաքին գործերի նախարարության կենտրոնական շենք, ոչ թե որպես քարտուղարուհի կամ թարգմանիչ, այլ որպես լիարժեք դիվանագետ։ Նրա գործընկերներից մեկը, ով խնդրեց չհրապարակել իր անունը, հիշում է, առաջին ամիսները Կարինեն ամեն օր լացում էր զուգարանում։ Ոչ թե որովհետև թույլ էր, այլ որովհետև տղամարդիկ չէին ընդունում նրան որպես հավասար։ Նրանք կարծում էին, որ կինը դիվանագիտության մեջ կարող է լինել միայն դեկորացիա։ Բայց Կարինեն ապացուցեց հակառակը։ 1993 թվականին Կարինե Ղազինյանը նշանակվեց Հայաստանի դեսպանության խորհրդականի պաշտոնում Ֆրանսիայում։ Սա եղավ նրա առաջին լուրջ քայլը դեպի դիվանագիտական կարիերայի գագաթները։ Փարիզում նա անցկացրեց 5 տարի, որոնց ընթացքում ստեղծեց այնպիսի կապեր ֆրանսիական քաղաքական շրջանակների հետ, որոնք մնացին ակտիվ մինչ նրա վերջին օրերը։ Բայց այդ տարիներին էլ սկսվեցին առողջական այն խնդիրները, որոնք հետագայում կդառնային մահացու։ Նրա անձնական բժիշկը, դոկտոր Արմեն Սարգսյանը, որը բուժում էր նրան 15 տարի, հիշում է, Կարինեն առաջին անգամ եկավ ինձ մոտ 1996 թվականին, սրտի ցավերով։ Ես անմիջապես հասկացա, որ սա լուրջ է։ Բայց նա ասաց, աշխատանքը կարևոր է, քան առողջությունը։ Փարիզում Կարինեն աշխատում էր օրական 12-14 ժամ։ Նրա գործընկերները հիշում են, որ նա միշտ եկավ առաջինը, հեռանում էր վերջինը։ Դեսպանության աշխատակիցներից մեկը պատմում է. մենք հաճախ տեսնում էինք, որ Կարինեն վերցնում է դեղեր աշխատանքի ժամանակ։ Երբ հարցնում էինք, նա ժպտում էր ասում, սա պարզապես վիտամիններ են։ Բայց մենք գիտեինք, որ դա ճշմարտություն չէ։ Ինչու՞։ Մի կին, որը գիտեր իր առողջական խնդիրների մասին, շարունակում էր այդպես աշխատել։ Արդյոք դա եղավ նվիրվածություն, թե փախուստ ինչ-որ բանից, որը նա չէր ուզում ընդունել։ Երբ Կարինեն վերադարձավ Երևան 1998 թվականին, նա արդեն ուներ համբավ որպես մի դիվանագետ, ով կարող է լուծել անլուծելի խնդիրները։ Նրան նշանակեցին արտաքին գործերի նախարարության կարևոր վարչություններից մեկի ղեկավար։ Այստեղ էլ սկսվեցին այն իրադարձությունները, որոնք հետագայում շատերը կհամարեին կասկածելի։ Նախարարության աշխատակիցներից մեկը, ով խնդրեց անանուն մնալ, պատմում է, Կարինեն սկսեց տեսնել փաստաթղթեր, որոնք ցույց էին տալիս կոռուպցիա բարձր մակարդակներում։ Նա չմնաց լուռ։ Նա գրեց զեկույցներ, ուղարկեց նախարարին։ Բայց այդ զեկույցները անհետացան։
Ով էր շահագրգռված, որ այդ փաստաթղթերը չհասնեին հանրությանը։ 1999 թվականին Կարինե Ղազինյանը նշանակվեց Հայաստանի դեսպան Բելգիայում։ Սա եղավ պատմական իրադարձություն, նա դարձավ առաջին կին դեսպանը Հայաստանի անկախության պատմության մեջ։ Բրյուսելում նա անցկացրեց 4 տարի, որոնց ընթացքում Հայաստանը ստորագրեց կարևոր համաձայնագրեր Եվրոպական միության հետ։ Բայց այդ տարիներին էլ նրա առողջությունը շարունակում էր վատանալ։ Դեսպանության բժիշկը, դոկտոր Ժան-Պիեր Դյուբուան, հիշում է, մադամ Ղազինյանը եկավ ինձ մոտ 2001 թվականի մարտին։ Նրա սիրտը աշխատում էր ծանր ծանրաբեռնվածության տակ։ Ես խորհուրդ տվեցի անմիջապես դադարեցնել աշխատանքը վերադառնալ Երան բուժման համար։ Նա ժպտաց ասաց, դեսպանը չի կարող թողնել իր պաշտոնը, երբ երկիրը կարիք ունի նրան։ Բրյուսելում Կարինեն ստեղծեց այնպիսի կապեր, որոնք օգնեցին Հայաստանին մտնել եվրոպական քաղաքական ասպարեզ։ Նրա գործընկերներից մեկը, Եվրոպական միության բարձրաստիճան պաշտոնյա, ասում է, Կարինեն ուներ հազվագյուտ ունակություն, համոզել մարդկանց առանց ճնշման։ Նա խոսում էր հանգիստ, բայց նրա խոսքերը ուներ այնպիսի ուժ, որ դժվար էր հերքել դրանք։ Բայց այդ ամենը պահանջում էր հսկայական էներգիա, որը նա վերցնում էր իր սրտից, իր առողջությունից։ Արդյոք նա գիտեր, որ վճարում է իր կյանքով այն ամենի համար, ինչ անում էր իր երկրի համար։ 2003 թվականին Կարինեն վերադարձավ Երան։ Նրան նշանակեցին արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում։ Սա եղավ նրա կարիերայի ամենաբարձր կետը մինչ այդ պահը։ Բայց հենց այստեղ էլ սկսվեցին այն իրադարձությունները, որոնք շատերը կհամարեին կասկածելի։ Նախարարության աշխատակիցներից մեկը պատմում է, Կարինեն սկսեց տեսնել փաստաթղթեր, որոնք ցույց էին տալիս, որ որոշ դիվանագիտական նշանակումներ արվում էին ոչ թե մասնագիտական որակների, այլ անձնական կապերի հիման վրա։ Նա գրեց զեկույց նախարարին։ Բայց հաջորդ օրը այդ զեկույցը վերադարձավ նրան, առանց որևէ մեկնաբանության։ Ինչու՞։ Նախարարությունը չէր ուզում քննարկել այդ խնդիրները։ 2005 թվականին Կարինե Ղազինյանը նշանակվեց Հայաստանի դեսպան Ավստրիայում։ Վիեննան դարձավ նրա երկրորդ տունը հաջորդ 5 տարիների համար։ Այստեղ նա աշխատեց Եվրոպայի անվտանգության համագործակցության կազմակերպության հետ, ստեղծեց կարևոր կապեր ավստրիական քաղաքական էլիտայի հետ։ Բայց այստեղ էլ նրա առողջությունը շարունակում էր վատանալ։ Դեսպանության բժիշկը, դոկտոր Կլաուս Մյուլերը, հիշում է, Ֆրաու Ղազինյանը եկավ ինձ մոտ 2007 թվականի հունիսին։ Նրա սիրտը գտնվում էր վտանգավոր վիճակում։ Ես ասացի, որ նա պետք է անմիջապես դադարեցնի աշխատանքը։ Նա նայեց ինձ ասաց, դոկտոր, դուք չեք հասկանում, որ ես չեմ կարող թողնել իմ երկիրը այս պահին։ Ինչու՞ն նա համարում էր, որ իր երկիրը կարիք ունի հենց նրան։ Վիեննայում Կարինեն աշխատում էր Հայաստանի Ադրբեջանի մեջ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծման ուղղությամբ։ Նա մասնակցում էր բազմաթիվ բանակցություններ, հանդիպումներ, կոնֆերանսներ։ Նրա գործընկերներից մեկը, Եվրոպայի անվտանգության համագործակցության կազմակերպության բարձրաստիճան պաշտոնյա, ասում է, Կարինեն ուներ հազվագյուտ ունակություն գտնել ընդհանուր լեզու նույնիսկ ամենադժվար բանակցություններում։ Նա երբեք չէր բարձրացնում ձայնը, բայց նրա փաստարկները միշտ էին ամենաուժեղները։ Բայց այդ բանակցությունները պահանջում էին հսկայական նյարդային լարվածություն, որը վնասում էր նրա սրտին։ Արդյոք նա գիտեր, որ ամեն մի բանակցություն կարող էր դառնալ նրա վերջինը։ 2010 թվականին Կարինեն վերադարձավ Երան։ Նրան նշանակեցին արտաքին գործերի նախարարության կարևոր վարչություններից մեկի ղեկավար։ Այստեղ նա աշխատեց մինչ 2010 թվականը, երբ եկավ այն նշանակումը, որը փոխեց ամեն ինչ։ Հուլիսի 12-ին Հայաստանի նախագահը ստորագրեց հրաման, նշանակելով Կարինե Ղազինյանին Հայաստանի դեսպան Մեծ Բրիտանիայում։ Սա եղավ նրա կարիերայի գագաթնակետը։ Բայց նա երբեք չհասավ Լոնդոն։ Ինչու մի կին, որը երազում էր այդ նշանակման մասին, չկարողացավ իրականացնել իր երազանքը։ Երբ Կարինե Ղազինյանը իմացավ իր նշանակման մասին, նա անմիջապես գնաց իր անձնական բժշկի մոտ։ Դոկտոր Արմեն Սարգսյանը հիշում է այդ այցելությունը։ Կարինեն մտավ իմ կաբինետ, ասաց, դոկտոր, ինձ նշանակեցին Լոնդոն։ Ես պետք է գնամ։ Ես նայեցի նրա վերջին վիճակագրությանը, ասացի, Կարինե, դուք չեք կարող գնալ։ Ձեր սիրտը չի դիմանա այդ ճնշմանը։ Նա լռեց մի քանի վայրկյան, հետո ասաց, դոկտոր, ես ամբողջ կյանքս սպասել եմ այս պահին։
Ես չեմ կարող հրաժարվել։ Ինչու՞։ Նա ընտրեց կարիերան առողջության փոխարեն։ Արդյոք դա եղավ նրա ազատ ընտրությունը, թե՞ նա զգում էր, որ չունի այլ տարբերակ։ Հուլիսի 15-ին դոկտոր Սարգսյանը գրեց առաջին նախազգուշական նամակը արտաքին գործերի նախարարություն։ Այդ նամակում նա մանրամասն նկարագրեց Կարինե Ղազինյանի առողջական վիճակը, խնդրեց հետաձգել նրա մեկնումը Լոնդոն մինչ առողջական վիճակի բարելավումը։ Բայց այդ նամակը երբեք չհասավ նախարարի սեղանին։ Նախարարության աշխատակիցներից մեկը, ով խնդրեց անանուն մնալ, պատմում է, այդ նամակը ստացավ նախարարի օգնականը։ Նա կարդաց այն, դրեց իր սեղանի դարակում։ Երբ հետո հարցրեցին, թե ինչու չի փոխանցել նախարարին, նա ասաց, չէի ուզում անհանգստացնել նախարարին այնպիսի մանրուքներով։ Ինչու՞։ Բժշկական նախազգուշացումը համարվեց մանրուք։ Հուլիսի 20-ին դոկտոր Սարգսյանը գրեց երկրորդ նամակը։ Այս անգամ նա ուղարկեց ուղղակի նախարարին, շրջանցելով օգնականներին։ Այդ նամակում նա գրեց. Հարգելի պարոն նախարար, ես պարտավոր եմ նախազգուշացնել ձեզ, որ Կարինե Ղազինյանի առողջական վիճակը չի թույլատրում նրան ստանձնել այնպիսի պատասխանատու պաշտոն, ինչպիսին է դեսպանությունը Լոնդոնում։ Նրա սիրտը գտնվում է վտանգավոր վիճակում։ Ես խնդրում եմ հետաձգել նրա մեկնումը մինչ առողջական վիճակի բարելավումը։ Բայց այս նամակը նույնպես չստացավ պատասխան։ Ինչու՞։ Նախարարությունը անտեսեց բժշկի նախազգուշացումները։ Արդյոք դա եղավ անփութություն, թե՞ դիտավորյալ անտեսում։ Օգոստոսի 2-ին Կարինե Ղազինյանը մեկնեց Լոնդոն։ Նա թռավ առավոտյան 9 ժամին Զվարթնոցի օդանավակայանից։ Նրան ճանապարհելու եկել էին նախարարության մի քանի աշխատակիցներ, նրա ընտանիքի անդամները։ Նրա քույրը, Անահիտ Ղազինյանը, հիշում է այդ առավոտը։ Կարինեն տեսնվում էր շատ հոգնած։ Նրա դեմքը գունատ էր, աչքերի տակ մուգ շրջանակներ։ Ես հարցրի. Կարինե, լավ ես զգում։ Նա ժպտաց ասաց. ամեն ինչ կարգին է, պարզապես քիչ եմ քնել։ Բայց ես տեսնում էի, որ դա ճշմարտություն չէ։ Ինչու՞։ Կարինեն թաքցնում էր իր իսկական վիճակը նույնիսկ ընտանիքից։ Լոնդոնում Կարինեն բնակվեց դեսպանության շենքում։ Նա անմիջապես սկսեց աշխատել, ծանոթանալով անգլիական արտաքին գործերի նախարարության պաշտոնյաների հետ, կազմակերպելով հանդիպումներ, մասնակցելով ընդունելություններ։ Դեսպանության աշխատակիցներից մեկը հիշում է, Կարինեն աշխատում էր օրական 16-17 ժամ։ Նա եկավ առավոտյան 8-ին, հեռանում էր գիշերվա 12-ին։ Մենք անհանգստանում էինք, բայց նա ասում էր, ես պետք է ապացուցեմ, որ արժանի եմ այս պաշտոնին։ Ինչու՞։ Նա զգում էր, որ պետք է ապացուցի իր արժանիությունը։ Արդյոք դա եղավ անվստահություն իր հանդեպ, թե՞ ճնշում ինչ-որ մեկի կողմից։ Օգոստոսի 15-ին Կարինեն զանգահարեց իր անձնական բժշկին։ Դոկտոր Սարգսյանը հիշում է այդ զրույցը։ Կարինեն ասաց, որ զգում է սրտի ուժեղ ցավեր, շնչառության դժվարություն, գլխապտույտ։ Ես ասացի. Կարինե, դուք պետք է անմիջապես գնաք հիվանդանոց։ Նա ասաց. դոկտոր, ես չեմ կարող։ Վաղը ես ունեմ կարևոր հանդիպում արտաքին գործերի նախարարության հետ։ Ես ասացի. Կարինե, ձեր կյանքը ավելի կարևոր է, քան ցանկացած հանդիպում։ Նա լռեց, հետո ասաց. դոկտոր, դուք չեք հասկանում։ Եթե ես հիմա հրաժարվեմ այդ հանդիպումից, ինձ կհամարեն թույլ։ Եվ ես չեմ կարող թույլատրել դա։ Ինչու՞։ Նա այդքան վախենում էր թույլ թվալուց։ Օգոստոսի 17-ին Կարինեն մասնակցեց իր առաջին պաշտոնական հանդիպմանը Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության հետ։ Այդ հանդիպմանը ներկա եղած անգլիացի դիվանագետներից մեկը հիշում է, մադամ Ղազինյանը տեսնվում էր շատ հոգնած, բայց նա խոսեց այնպիսի համոզմունքով, մասնագիտական գիտելիքներով, որ մենք բոլորս տպավորված էինք։ Նա ներկայացրեց Հայաստանի դիրքորոշումը տարբեր միջազգային հարցերի վերաբերյալ այնպես, որ դժվար էր հերքել նրա փաստարկները։ Բայց այդ հանդիպումից հետո Կարինեն վերադարձավ դեսպանություն, անմիջապես գնաց իր սենյակ։ Դեսպանության աշխատակիցներից մեկը պատմում է. մենք լսեցինք, որ Կարինեն լացում է իր սենյակում։ Մենք մտանք, տեսանք, որ նա նստած է իր սեղանի մոտ, բռնել է կրծքավանդակը։ Մենք անմիջապես կանչեցինք շտապ օգնություն։ Կարինե Ղազինյանը տեղափոխվեց Լոնդոնի մի մասնավոր հիվանդանոց։ Այնտեղ նրան ընդունեց կարդիոլոգ դոկտոր Ջոնաթան Սմիթը։
Նա հիշում է, երբ ես տեսա Մադամ Ղազինյանի վիճակագրությունը, ես անմիջապես հասկացա, որ սա շատ լուրջ է։ Նրա սիրտը աշխատում էր ծայրահեղ ծանրաբեռնվածության տակ։ Ես հարցրի, ինչու դուք չեք բուժվել ավելի վաղ։ Նա ասաց, դոկտոր, ես ունեի կարևոր աշխատանք։ Ես ասացի, մադամ, ոչ մի աշխատանք չի արժե ձեր կյանքը։ Բայց արդեն ուշ էր։ Վնասը, որը պատճառվել էր նրա սրտին տարիների ընթացքում, արդեն անդառնալի էր։ Հիվանդանոցում Կարինեն անցկացրեց 3 օր։ Այդ օրերին նրան այցելեցին դեսպանության աշխատակիցները, անգլիացի գործընկերները, Երանից զանգահարեցին նախարարության ներկայացուցիչները։ Բայց ամենից հաճախ նրա մոտ էր նրա քույրը, Անահիտը, ով անմիջապես թռել էր Լոնդոն։ Անահիտը հիշում է, Կարինեն ասաց ինձ, Անահիտ, ես գիտեի, որ սա կլինի։ Ես գիտեի, որ իմ սիրտը չի դիմանա։ Բայց ես չէի կարող հրաժարվել։ Ես ամբողջ կյանքս սպասել եմ այս պահին։ Ես հարցրի, Կարինե, արդյոք դա արժեր։ Նա նայեց ինձ ասաց, ես չգիտեմ։ Ինչու։ Մի կին, որը նվիրել էր իր ամբողջ կյանքը իր երկրին, վերջում չգիտեր, արդյոք դա արժեր։ Օգոստոսի 20-ին Կարինե Ղազինյանի վիճակը սկսեց վատանալ։ Բժիշկները որոշեցին անել շտապ վիրահատություն։ Դոկտոր Սմիթը հիշում է, մենք գիտեինք, որ վիրահատությունը ռիսկային է։ Բայց մենք չունեինք այլ տարբերակ։ Մադամ Ղազինյանի սիրտը կարող էր դադարել աշխատել ցանկացած պահի։ Վիրահատությունը տեց 6 ժամ։ Բժիշկները փորձեցին ամեն ինչ, բայց Կարինե Ղազինյանի սիրտը չդիմացավ։ Նա մահացավ օգոստոսի 21-ին, առավոտյան 5 ժամին։ Նրան 57 տարեկան էր։ Ինչու։ Մի կին, որը կարող էր դեռ երկար տարիներ ծառայել իր երկրին, մահացավ այդքան վաղ։ Երբ Կարինե Ղազինյանի մահվան լուրը հասավ Երան, ամբողջ արտաքին գործերի նախարարությունը ցնցվեց։ Աշխատակիցները չէին կարող հավատալ, որ այդ ուժեղ, համառ կինը այլևս չկա։ Նախարարության աշխատակիցներից մեկը հիշում է, մենք բոլորս լացում էինք։ Ոչ միայն որովհետև կորցրել էինք մեր գործընկերոջը, այլ որովհետև զգում էինք մեղավորություն։ Մենք գիտեինք, որ Կարինեն հիվանդ էր, բայց մենք չարեցինք ոչինչ օգնելու նրան։ Ինչու։ Նախարարությունը չօգնեց իր լավագույն դիվանագետներից մեկին։ Արդյոք դա եղավ անփութություն։ Թե դիտավորյալ անտեսում։ Օգոստոսի 22-ին Կարինե Ղազինյանի մարմինը տեղափոխվեց Երան։ Նրան հրաժեշտ տվեցին արտաքին գործերի նախարարության շենքում։ Հրաժեշտի արարողությանը ներկա էին նախարարության բոլոր աշխատակիցները, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները, նրա ընտանիքի անդամները։ Բայց ամենից ավելի տպավորիչ էր այն, որ եկել էին նա սովորական մարդիկ, ովքեր երբեք չէին ճանաչել Կարինե Ղազինյանին, բայց լսել էին նրա մասին, ուզում էին հարգանքի տուրք մատուցել նրան։ Ինչու։ Այդ մարդիկ եկան հրաժեշտ տալու մի կնոջը, ում երբեք չէին տեսել։ Հրաժեշտի արարողությունից հետո սկսվեցին քննարկումները։ Շատերը հարցնում էին, ինչու Կարինե Ղազինյանը մահացավ այդքան վաղ։ Ինչու նախարարությունը չանտեսեց բժշկի նախազգուշացումները։ Ինչու նրան ուղարկեցին Լոնդոն, իմանալով նրա առողջական վիճակի մասին։ Բայց այդ հարցերը մնացին անպատասխան։ Նախարարությունը հրապարակեց կարճ հայտարարություն, որում ասվում էր, որ Կարինե Ղազինյանը մահացել է սրտի անբավարարությունից։ Բայց շատերը չէին հավատում այդ պաշտոնական տարբերակին։ Նրանք կարծում էին, որ կա ինչ-որ բան, որը թաքցվում է։ Ինչու նախարարությունը չուզում էր խոսել ավելի մանրամասն Կարինե Ղազինյանի մահվան մասին։ Սեպտեմբերի 2-ին արտաքին գործերի նախարարությունը հրապարակեց հայտարարություն, որում ասվում էր, որ կստեղծվի հանձնաժողով, քննելու Կարինե Ղազինյանի մահվան հանգամանքները։ Բայց այդ հանձնաժողովը երբեք չհրապարակեց իր եզրակացությունները։ Նախարարության աշխատակիցներից մեկը, ով խնդրեց անանուն մնալ, պատմում է, հանձնաժողովը հավաքեց բոլոր փաստաթղթերը, բժշկական եզրակացությունները, նամակները, զեկույցները։ Բայց երբ նրանք սկսեցին տեսնել, թե ինչ է իրականում տեղի ունեցել, նրանց ասացին դադարեցնել քննությունը։ Ով ասաց դա, մենք չգիտենք։ Բայց հանձնաժողովը դադարեցրեց իր աշխատանքը։ Ինչու։ Հանձնաժողովը դադարեցրեց քննությունը։ Ինչ էր այնտեղ, որը չպետք է հրապարակվեր։ Սեպտեմբերի 15-ին Կարինե Ղազինյանի ընտանիքը պահանջեց հանդիպում արտաքին գործերի նախարարի հետ։
Նրանք ուզում էին իմանալ ճշմարտությունը, ինչու Կարինեն մահացավ այդքան վաղ։ Նախարարը ընդունեց նրանց ասած, որ Կարինե Ղազինյանը մահացել է բնական պատճառներով։ Բայց ընտանիքը չհավատաց այդ բացատրությանը։ Կարինե Ղազինյանի քույրը, Անահիտը, հիշում է այդ հանդիպումը։ Ես հարցրի նախարարին, ինչու դուք անտեսեցիք բժշկի նախազգուշացումները։ Նա ասաց, մենք չենք ստացել որե նախազգուշացում։ Ես ասացի, բայց բժիշկը գրել է 7 նամակ։ Նա ասաց, մենք չենք տեսել այդ նամակները։ Ես հասկացա, որ նա ստում է։ Ինչու՞։ Նախարարը ժխտեց, որ ստացել է բժշկական նախազգուշացումները։ Հոկտեմբերի 1-ին Կարինե Ղազինյանի անձնական բժիշկը, դոկտոր Արմեն Սարգսյանը, հրապարակեց բաց նամակ, որում մանրամասն նկարագրեց Կարինե Ղազինյանի առողջական վիճակը իր նախազգուշացումները նախարարությանը։ Այդ նամակում նա գրեց. Ես 7 անգամ գրել եմ նախազգուշական նամակներ արտաքին գործերի նախարարություն, խնդրելով հետաձգել Կարինե Ղազինյանի մեկնումը Լոնդոն։ Բայց այդ նամակները անտեսվեցին։ Եթե նախարարությունը լսեր իմ նախազգուշացումները, Կարինե Ղազինյանը այսօր կարող էր կենդանի լինել։ Այդ նամակը հսկայական արձագանք ստացավ հասարակության մեջ։ Մարդիկ սկսեցին պահանջել քննություն։ Բայց նախարարությունը մնաց լուռ։ Ինչու՞։ Նախարարությունը չպատասխանեց դոկտոր Սարգսյանի մեղադրանքներին։ Հոկտեմբերի 15-ին մի խումբ հայ դիվանագետներ հրապարակեց բաց նամակ, որում պահանջեց քննություն Կարինե Ղազինյանի մահվան հանգամանքների վերաբերյալ։ Այդ նամակում նրանք գրեցին. Կարինե Ղազինյանը եղավ մեր լավագույն դիվանագետներից մեկը։ Նա նվիրեց իր ամբողջ կյանքը Հայաստանի ծառայությանը։ Բայց նախարարությունը չպաշտպանեց նրան։ Մենք պահանջում ենք իմանալ ճշմարտությունը, ինչու Կարինեն մահացավ այդքան վաղ։ Բայց այդ նամակը նույնպես չստացավ պատասխան։ Նախարարությունը շարունակում էր պնդել, որ Կարինե Ղազինյանը մահացել է բնական պատճառներով։ Ինչու՞։ Նախարարությունը չուզում էր ընդունել իր պատասխանատվությունը։ Նոյեմբերի 1-ին Կարինե Ղազինյանի ընտանիքը որոշեց դիմել դատարան։ Նրանք ուզում էին, որ դատարանը պարտադրի նախարարությանը հրապարակել բոլոր փաստաթղթերը, որոնք վերաբերում էին Կարինե Ղազինյանի նշանակմանը Լոնդոն նրա մահվան հանգամանքներին։ Բայց դատարանը մերժեց նրանց հայցը, ասելով, որ այդ փաստաթղթերը պարունակում են պետական գաղտնիք։ Կարինե Ղազինյանի քույրը, Անահիտը, հիշում է, երբ դատավորը ասաց, որ մենք չենք կարող տեսնել այդ փաստաթղթերը, ես հասկացա, որ մենք երբեք չենք իմանա ճշմարտությունը։ Բայց ես չեմ դադարի պայքարել։ Ես պարտավոր եմ իմ քրոջը։ Ինչու՞։ Այդ փաստաթղթերը համարվեցին պետական գաղտնիք։ Ինչ էր այնտեղ, որը չպետք է հրապարակվեր։ Դեկտեմբերի 1-ին արտաքին գործերի նախարարությունը հրապարակեց վերջնական հայտարարություն Կարինե Ղազինյանի մահվան վերաբերյալ։ Այդ հայտարարությունում ասվում էր. Կարինե Ղազինյանը մահացել է սրտի անբավարարությունից։ Նախարարությունը արեց ամեն ինչ հնարավորը, օգնելու նրան։ Մենք խորապես ցավակցում ենք նրա ընտանիքին, բարեկամներին։ Բայց շատերը չհավատացին այդ հայտարարությանը։ Նրանք կարծում էին, որ նախարարությունը թաքցնում է ճշմարտությունը։ Եվ այդ կասկածները չանհետացան նույնիսկ տարիներ անց։ Ինչու՞։ Մարդիկ չէին հավատում պաշտոնական տարբերակին։ Ինչ էր այնտեղ, որը ստիպում էր նրանց կասկածել։ 2011 թվականի հունվարին Կարինե Ղազինյանի ընտանիքը ստացավ նամակ Լոնդոնից։ Այդ նամակը ուղարկել էր դոկտոր Ջոնաթան Սմիթը, այն բժիշկը, ով փորձել էր փրկել Կարինե Ղազինյանի կյանքը։ Այդ նամակում նա գրեց. Ես ցանկանում եմ, որ դուք իմանաք, որ մենք արեցինք ամեն ինչ հնարավորը, փրկելու Մադամ Ղազինյանի կյանքը։ Բայց նրա սիրտը արդեն այնքան վնասված էր, որ մենք չկարողացանք օգնել նրան։ Եթե նա ավելի վաղ էր եկել բուժման, հնարավոր է, որ մենք կարողանայինք փրկել նրան։ Բայց երբ նա եկավ մեզ մոտ, արդեն ուշ էր։ Այդ նամակը հաստատեց այն, ինչ Կարինե Ղազինյանի ընտանիքը միշտ գիտեր, որ նա կարող էր փրկվել, եթե ավելի վաղ բուժվեր։ Ինչու՞։ Նախարարությունը չօգնեց նրան ավելի վաղ բուժվել։ 2011 թվականի փետրվարին մի խումբ լրագրողներ սկսեցին քննություն Կարինե Ղազինյանի մահվան հանգամանքների վերաբերյալ։ Նրանք հարցազրույցներ վերցրեցին նախարարության աշխատակիցներից, բժիշկներից, դեսպանության աշխատակիցներից։
Նրանք հայտնաբերեցին, որ բժշկական նախազգուշացումները իսկապես ուղարկվել էին նախարարություն, բայց դրանք անտեսվել էին։ Նրանք հայտնաբերեցին, որ Կարինե Ղազինյանը մի քանի անգամ խնդրել էր հետաձգել իր մեկնումը Լոնդոն, բայց նրա խնդրանքները մերժվել էին։ Ինչու՞։ Նախարարությունը մերժեց Կարինե Ղազինյանի խնդրանքները։ Արդյոք դա եղավ անփութություն, թե դիտավորյալ անտեսում։ 2011 թվականի մարտին լրագրողները հրապարակեցին իրենց քննության արդյունքները։ Նրանց հոդվածը հսկայական արձագանք ստացավ հասարակության մեջ։ Մարդիկ բողոքում էին, պահանջում էին քննություն, պահանջում էին պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր մեղավոր էին Կարինե Ղազինյանի մահվան մեջ։ Բայց նախարարությունը մնաց լուռ։ Նախարարը հրաժարվեց մեկնաբանել լրագրողների հոդվածը։ Եվ աստիճանաբար այդ պատմությունը մոռացվեց։ Մարդիկ անցան այլ թեմաների, այլ պատմությունների։ Բայց Կարինե Ղազինյանի ընտանիքը երբեք չմոռացավ։ Նրանք շարունակեցին պայքարել ճշմարտության համար։ Ինչու՞։ Հասարակությունը այդքան արագ մոռացավ Կարինե Ղազինյանի պատմությունը։ 2012 թվականի հունվարին Կարինե Ղազինյանի քույրը, Անահիտը, հրապարակեց գիրք նվիրված իր քրոջը։ Այդ գրքում նա մանրամասն պատմեց Կարինե Ղազինյանի կյանքի մասին, նրա երիտասարդությունից մինչ վերջին օրերը։ Նա ներառեց բժշկական փաստաթղթերը, նամակները, զեկույցները, որոնք ապացուցում էին, որ Կարինե Ղազինյանի մահը կարող էր կանխվել։ Այդ գիրքը դարձավ բեսթսելեր Հայաստանում։ Մարդիկ կարդում էին այն, լացում էին։ Նրանք հասկանում էին, որ Կարինե Ղազինյանը զոհ դարձավ մի համակարգի, որը չէր հոգում իր աշխատակիցների մասին։ Ինչու՞։ Այդ համակարգը չփոխվեց նույնիսկ Կարինե Ղազինյանի մահից հետո։ 2012 թվականի փետրվարին արտաքին գործերի նախարարությունը հրապարակեց հայտարարություն, որում ասվում էր, որ կստեղծվի հատուկ հանձնաժողով՝ բարելավելու դիվանագետների աշխատանքային պայմանները, առողջական ապահովումը։ Բայց այդ հանձնաժողովը երբեք չսկսեց իր աշխատանքը։ Նախարարության աշխատակիցներից մեկը, ով խնդրեց անանուն մնալ, պատմում է, այդ հայտարարությունը եղավ պարզապես հանրային կարծիքը հանգստացնելու փորձ։ Նախարարությունը երբեք չմտադրվեց իսկապես փոխել ինչ-որ բան։ Ինչու՞։ Նախարարությունը չուզում էր փոխել համակարգը։ Արդյոք դա եղավ անփութություն, թե դիտավորյալ անտեսում։ 2012 թվականի մարտին Կարինե Ղազինյանի ընտանիքը ստեղծեց հիմնադրամ, նվիրված նրա հիշատակին։ Այդ հիմնադրամի նպատակն էր օգնել երիտասարդ դիվանագետներին, ովքեր ուզում էին ծառայել Հայաստանին, բայց չունեին ֆինանսական հնարավորություններ։ Հիմնադրամը տրամադրում էր բժշկական օգնություն դիվանագետներին, ովքեր ունեին առողջական խնդիրներ։ Կարինե Ղազինյանի քույրը, Անահիտը, ասում է, մենք չկարողացանք փրկել Կարինեին։ Բայց մենք կարող ենք փրկել ուրիշներին։ Մենք չենք ուզում, որ ուրիշ ընտանիքներ անցնեն այն ամենը, ինչ մենք անցանք։ Այդ հիմնադրամը դարձավ Կարինե Ղազինյանի ժառանգությունը։ Ինչու՞։ Պետությունը չստեղծեց այդպիսի հիմնադրամ։ 2012 թվականի ապրիլին Կարինե Ղազինյանի հիշատակին նվիրված հուշարձան բացվեց Երանում։ Այդ հուշարձանը տեղադրվեց արտաքին գործերի նախարարության շենքի մոտ։ Հուշարձանի բացման արարողությանը ներկա էին նախարարության աշխատակիցները, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները, Կարինե Ղազինյանի ընտանիքի անդամները։ Նախարարը ելույթ ունեցավ, ասաց. Կարինե Ղազինյանը եղավ մեր լավագույն դիվանագետներից մեկը։ Նա նվիրեց իր ամբողջ կյանքը Հայաստանի ծառայությանը։ Մենք երբեք չենք մոռանա նրան։ Բայց շատերը, ովքեր ներկա էին այդ արարողությանը, չհավատացին այդ խոսքերին։ Նրանք հիշում էին, թե ինչպես նախարարությունը անտեսեց Կարինե Ղազինյանի առողջական խնդիրները։ Ինչու՞։ Նախարարությունը հիմա փորձում էր ներկայանալ որպես Կարինե Ղազինյանի պաշտպան։ 2012 թվականի մայիսին Կարինե Ղազինյանի անձնական բժիշկը, դոկտոր Արմեն Սարգսյանը, հրապարակեց երկրորդ բաց նամակ։ Այդ նամակում նա գրեց. Ես տեսնում եմ, որ նախարարությունը փորձում է ներկայանալ որպես Կարինե Ղազինյանի պաշտպան։ Բայց ես չեմ կարող լռել։ Ես պետք է ասեմ ճշմարտությունը։ Նախարարությունը անտեսեց իմ նախազգուշացումները։ Եթե նրանք լսեին ինձ, Կարինե Ղազինյանը այսօր կարող էր կենդանի լինել։ Այդ նամակը կրկին հսկայական արձագանք ստացավ հասարակության մեջ։ Մարդիկ սկսեցին կրկին պահանջել քննություն։
Բայց նախարարությունը կրկին մնաց լուռ։ Ինչու՞։ Նախարարությունը չպատասխանեց դոկտոր Սարգսյանի երկրորդ նամակին։ 2012 թվականի հունիսին Կարինե Ղազինյանի ընտանիքը որոշեց կրկին դիմել դատարան։ Այս անգամ նրանք պահանջեցին, որ դատարանը պարտադրի նախարարությանը վճարել փոխհատուցում Կարինե Ղազինյանի մահվան համար։ Նրանք պնդում էին, որ նախարարությունը մեղավոր է Կարինե Ղազինյանի մահվան մեջ, որովհետև անտեսեց բժշկական նախազգուշացումները։ Բայց դատարանը կրկին մերժեց նրանց հայցը, ասելով, որ չկան բավարար ապացույցներ, որ նախարարությունը մեղավոր է։ Կարինե Ղազինյանի քույրը Անահիտը հիշում է, երբ դատավորը ասաց, որ մենք չունենք բավարար ապացույցներ, ես հասկացա, որ դատական համակարգը նույնպես չի ուզում ճշմարտությունը։ Ինչու՞։ Դատական համակարգը չուզում էր ճշմարտությունը։ 2012 թվականի հուլիսին Կարինե Ղազինյանի մահվան երկրորդ տարելիցին նրա ընտանիքը կազմակերպեց հիշատակի արարողություն։ Այդ արարողությանը ներկա էին նրա գործընկերները, բարեկամները, ընտանիքի անդամները։ Նրանք հիշեցին Կարինե Ղազինյանի կյանքը, նրա նվիրվածությունը, նրա ուժը։ Բայց նրանք նախ խոսեցին այն անարդարության մասին, որը տեղի ունեցավ նրա հետ։ Կարինե Ղազինյանի քույրը Անահիտը ասաց. Կարինեն զոհ դարձավ մի համակարգի, որը չէր հոգում իր աշխատակիցների մասին։ Բայց մենք չենք թույլատրի, որ նրա զոհաբերությունը մոռացվի։ Մենք կշարունակենք պայքարել ճշմարտության համար։ Ինչու՞։ Այդ համակարգը դեռ չի փոխվել։ 2012 թվականի օգոստոսին մի խումբ միջազգային դիվանագետներ հրապարակեց հայտարարություն, որում դատապարտեց Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը Կարինե Ղազինյանի հետ վարվելու համար։ Այդ հայտարարությունում նրանք գրեցին. Կարինե Ղազինյանը եղավ մեր գործընկերը բարեկամը։ Մենք տեսանք, թե ինչպես նա նվիրվում էր իր աշխատանքին։ Բայց մենք նա տեսանք, թե ինչպես նախարարությունը անտեսեց նրա առողջական խնդիրները։ Մենք պահանջում ենք, որ Հայաստանի կառավարությունը քննի այս գործը պատասխանատվության ենթարկի մեղավորներին։ Բայց Հայաստանի կառավարությունը չպատասխանեց այդ հայտարարությանը։ Ինչու՞։ Կառավարությունը անտեսեց միջազգային դիվանագետների պահանջները։ 2012 թվականի սեպտեմբերին Կարինե Ղազինյանի ընտանիքը ստացավ նամակ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունից։ Այդ նամակում ասվում էր, որ Մեծ Բրիտանիան խորապես ցավակցում է Կարինե Ղազինյանի մահվան կապակցությամբ գնահատում է նրա ներդրումը Հայաստանի Մեծ Բրիտանիայի հարաբերությունների զարգացման մեջ։ Նամակում նա ասվում էր, որ Մեծ Բրիտանիան պատրաստ է օգնել Հայաստանին բարելավել դիվանագետների աշխատանքային պայմանները առողջական ապահովումը։ Բայց Հայաստանի կառավարությունը երբեք չպատասխանեց այդ առաջարկին։ Ինչու՞։ Կառավարությունը մերժեց Մեծ Բրիտանիայի օգնությունը։ 2012 թվականի հոկտեմբերին Կարինե Ղազինյանի հիշատակին նվիրված դասախոսություններ սկսվեցին Երանի պետական համալսարանում։ Այդ դասախոսություններում խոսում էին դիվանագիտության մասին, միջազգային հարաբերությունների մասին, բայց նա Կարինե Ղազինյանի կյանքի կարիերայի մասին։ Ուսանողները լսում էին այդ դասախոսությունները, տպավորվում էին Կարինե Ղազինյանի պատմությունից։ Շատերը որոշում էին դառնալ դիվանագետներ, ոգեշնչված Կարինե Ղազինյանի օրինակով։ Բայց նրանք նա սովորում էին այն դասերը, որոնք Կարինե Ղազինյանի մահը տվեց, որ առողջությունը ավելի կարևոր է, քան կարիերան։ Ինչու՞։ Այդ դասը պետք է սովորվեր այդպիսի ողբերգական գնով։ 2012 թվականի նոյեմբերին Կարինե Ղազինյանի անձնական բժիշկը, դոկտոր Արմեն Սարգսյանը, հրապարակեց գիրք նվիրված բժշկական էթիկային բժիշկների պատասխանատվությանը։ Այդ գրքում նա մանրամասն նկարագրեց Կարինե Ղազինյանի դեպքը, այն դասերը, որոնք բժիշկները պետք է սովորեն այդ դեպքից։ Նա գրեց. Բժիշկը պարտավոր է պաշտպանել իր հիվանդին նույնիսկ այն դեպքում, երբ հիվանդը չի ուզում պաշտպանվել։ Ես չկարողացա պաշտպանել Կարինե Ղազինյանին, բայց ես կարող եմ սովորեցնել ուրիշ բժիշկներին, թե ինչպես պաշտպանել իրենց հիվանդներին։ Այդ գիրքը դարձավ պարտադիր ընթերցանություն բժշկական ուսանողների համար։ Ինչու՞։ Այդ դասը պետք է սովորվեր այդպիսի ողբերգական գնով։ 2012 թվականի դեկտեմբերին Կարինե Ղազինյանի ընտանիքը որոշեց դադարեցնել իր իրավական պայքարը։ Նրանք հասկացան, որ երբեք չեն կարողանա ստանալ արդարություն դատարանից։ Բայց նրանք չդադարեցրին իրենց պայքարը ճշմարտության համար։
Նրանք շարունակեցին խոսել Կարինե Ղազինյանի պատմության մասին, շարունակեցին պահանջել, որ համակարգը փոխվի։ Կարինե Ղազինյանի քույրը Անահիտը ասում է. «Մենք գիտենք, որ երբեք չենք ստանա արդարություն դատարանից, բայց մենք կարող ենք ստանալ արդարություն պատմությունից։ Պատմությունը կգնահատի Կարինեի ներդրումը, կդատապարտի նրանց, ովքեր մեղավոր են նրա մահվան մեջ։ Արդյոք պատմությունը կգնահատի Կարինե Ղազինյանի ներդրումը։ Այսօր, տարիներ անց Կարինե Ղազինյանի մահից, նրա պատմությունը դեռ հիշվում է Հայաստանում։ Մարդիկ դեռ խոսում են նրա մասին, դեռ հիշում են նրա նվիրվածությունը, նրա ուժը։ Բայց նրանք նա հիշում են այն անարդարությունը, որը տեղի ունեցավ նրա հետ։ Եվ նրանք հարցնում են, ինչու այդ համակարգը դեռ չի փոխվել։ Ինչու դիվանագետները դեռ աշխատում են այնպիսի պայմաններում, որոնք վտանգավոր են նրանց առողջության համար։ Ինչու նախարարությունը դեռ անտեսում է բժշկական նախազգուշացումները։ Այս հարցերը մնում են անպատասխան։ Բայց Կարինե Ղազինյանի ընտանիքը շարունակում է պայքարել, որպեսզի այդ հարցերը պատասխան ստանան։ Արդյոք նրանք երբեք կստանան այդ պատասխանները։ 2013 թվականի հունվարին արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցավ անսպասելի իրադարձություն։ Նախարարի օգնականը, ով 2 տարի առաջ ստացել էր դոկտոր Սարգսյանի առաջին նախազգուշական նամակը, չէր փոխանցել այն նախարարին, հանկարծ հրաժարական տվեց։ Նա չբացատրեց իր որոշման պատճառները, պարզապես հեռացավ նախարարությունից, անհետացավ հանրային կյանքից։ Նախարարության աշխատակիցներից մեկը, ով խնդրեց անանուն մնալ, պատմում է. «Մենք բոլորս զարմացանք, երբ նա հրաժարական տվեց։ Նա ուներ լավ կարիերա, լավ աշխատավարձ, լավ հեռանկարներ։ Բայց մի օր նա պարզապես եկավ, գրեց հրաժարականի դիմում, հեռացավ։ Երբ հարցրեցինք, ինչու, նա ասաց. ես չեմ կարող այլս աշխատել այստեղ։ Ինչու այդ մարդը հանկարծ որոշեց հեռանալ։ Արդյոք նա զգում էր մեղավորություն Կարինե Ղազինյանի մահվան համար։ 2013 թվականի փետրվարին Կարինե Ղազինյանի հիմնադրամը սկսեց նոր ծրագիր՝ անվճար բժշկական զննումներ դիվանագետների համար։ Այդ ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր դիվանագետ կարող էր անցնել ամբողջական բժշկական զննում, առանց որևէ վճարի։ Հիմնադրամը նա տրամադրում էր անվճար բուժում այն դիվանագետներին, ովքեր ունեին լուրջ առողջական խնդիրներ։ Կարինե Ղազինյանի քույրը Անահիտը ասում է. «Մենք ուզում ենք, որ ոչ մի դիվանագետ չանցնի այն ամենը, ինչ անցավ Կարինեն։ Մենք ուզում ենք, որ յուրաքանչյուր դիվանագետ իմանա իր առողջական վիճակի մասին, ստանա անհրաժեշտ բուժում։ Բայց ինչու։ Այդ ծրագիրը պետք է իրականացվեր մասնավոր հիմնադրամի կողմից, այլ ոչ թե պետության կողմից»։ 2013 թվականի մարտին Կարինե Ղազինյանի անձնական օրագիրը հրապարակվեց նրա ընտանիքի կողմից։ Այդ օրագրում Կարինեն գրել էր իր մտքերը, իր երազանքները, իր վախերը։ Նա գրել էր իր առողջական խնդիրների մասին, այն ճնշման մասին, որը զգում էր աշխատանքում։ Մի գրառումում, որը թվագրված էր 2010 թվականի հուլիսի 11-ով, մեկ օր առաջ նրա նշանակման Լոնդոն, Կարինեն գրել էր. «Վաղը ես կիմանամ, արդյոք ինձ նշանակեցին Լոնդոն։ Ես երազում եմ այդ պահի մասին 30 տարի։ Բայց ես վախենում եմ։ Ես գիտեմ, որ իմ սիրտը չի դիմանա այդ ճնշմանը։ Բայց ես չեմ կարող հրաժարվել։ Եթե ես հրաժարվեմ, ինձ կհամարեն թույլ։ Եվ ես չեմ կարող թույլատրել դա։ Ինչու՞։ Կարինեն այդքան վախենում էր թույլ տվալուց։ 2013 թվականի ապրիլին մի խումբ հոգեբաններ վերլուծեցին Կարինե Ղազինյանի օրագիրը, եկան եզրակացության, որ նա տառապում էր այն, ինչ նրանք անվանեցին գերազանց կատարողականության համախտանիշ։ Սա մի վիճակ է, երբ մարդը զգում է, որ պետք է միշտ լինի կատարյալ, միշտ լինի լավագույնը, երբեք չթույլ տա սխալներ։ Այդ համախտանիշը հաճախ հանդիպում է բարձր պաշտոններ զբաղեցնող կանանց մոտ, ովքեր զգում են, որ պետք է ապացուցեն իրենց արժանիությունը տղամարդկանց աշխարհում։ Հոգեբանները ասացին, որ Կարինե Ղազինյանը զոհ դարձավ այդ համախտանիշի։ Նա չկարողացավ ընդունել, որ նա մարդ է, ունի սահմանափակություններ։ Ինչու՞։ Հասարակությունը ստեղծում է այնպիսի ճնշում կանանց վրա, որ նրանք զգում են, պետք է լինեն կատարյալ։ 2013 թվականի մայիսին Կարինե Ղազինյանի մասին ֆիլմ նկարահանվեց։ Այդ ֆիլմում ներկայացվեց նրա կյանքը, սկսած երիտասարդությունից մինչ վերջին օրերը։ Ֆիլմում հարցազրույցներ տրվեցին նրա գործընկերները, բարեկամները, ընտանիքի անդամները, բժիշկները։
Ֆիլմը ցույց տվեց, թե ինչպես մի կին, որը ուներ ամեն ինչ, տաղանդ, գիտելիքներ, նվիրվածություն, զոհ դարձավ մի համակարգի, որը չէր հոգում իր աշխատակիցների մասին։ Ֆիլմը հսկայական արձագանք ստացավ Հայաստանում արտերկրում։ Շատ երկրներում այն ցուցադրվեց կինոթատրոններում հեռուստատեսությամբ։ Մարդիկ տեսնում էին այդ ֆիլմը, լացում էին։ Նրանք հասկանում էին, որ Կարինե Ղազինյանի պատմությունը ոչ միայն Հայաստանի պատմություն է, այլ համաշխարհային պատմություն։ Ինչու՞։ Այդ պատմությունը դեռ կրկնվում է տարբեր երկրներում։ 2013 թվականի հունիսին Եվրոպական միությունը հրապարակեց զեկույց դիվանագետների աշխատանքային պայմանների մասին։ Այդ զեկույցում Կարինե Ղազինյանի դեպքը նշվեց որպես օրինակ այն մասին, թե ինչ կարող է տեղի ունենալ, երբ դիվանագետները աշխատում են ծայրահեղ ճնշման տակ առանց բավարար բժշկական աջակցության։ Զեկույցում առաջարկվեց, որ բոլոր Եվրոպական միության անդամ երկրները պետք է ստեղծեն հատուկ ծրագրեր դիվանագետների առողջության պահպանման համար։ Բայց Հայաստանը, որը ձգտում էր մտնել Եվրոպական միություն, չիրականացրեց այդ առաջարկները։ Ինչու՞։ Հայաստանը անտեսեց Եվրոպական միության առաջարկները։ 2013 թվականի հուլիսին Կարինե Ղազինյանի մահվան 3-րդ տարելիցին նրա ընտանիքը կազմակերպեց միջազգային կոնֆերանս նվիրված դիվանագետների առողջությանը անվտանգությանը։ Այդ կոնֆերանսին մասնակցեցին դիվանագետներ, բժիշկներ, հոգեբաններ տարբեր երկրներից։ Նրանք քննարկեցին այն խնդիրները, որոնց բախվում են դիվանագետները իրենց աշխատանքում, առաջարկեցին լուծումներ այդ խնդիրների համար։ Կոնֆերանսի վերջում ընդունվեց հռչակագիր, որը կոչ էր անում բոլոր երկրներին ստեղծել ավելի լավ պայմաններ դիվանագետների համար։ Բայց շատ երկրներ, ներառյալ Հայաստանը, չստորագրեցին այդ հռչակագիրը։ Ինչու՞։ Այդ երկրները չուզեցին ստորագրել հռչակագիրը։ 2013 թվականի օգոստոսին Կարինե Ղազինյանի հիմնադրամը հրապարակեց զեկույց, որում ներկայացվեցին վիճակագրություններ դիվանագետների առողջական վիճակի մասին Հայաստանում։ Այդ զեկույցը ցույց տվեց, որ ավելի քան 50% դիվանագետներից ունեն սրտանոթային հիվանդություններ, 40%-ը տառապում են քրոնիկական սթրեսից, 30%-ը ունեն հոգեկան առողջության խնդիրներ։ Զեկույցը նա ցույց տվեց, որ շատ դիվանագետներ չեն դիմում բժշկական օգնության, որովհետև վախենում են, որ դա կվնասի նրանց կարիերային։ Այդ զեկույցը հսկայական արձագանք ստացավ հասարակության մեջ։ Մարդիկ սկսեցին հասկանալ, որ Կարինե Ղազինյանի պատմությունը ոչ միայն մեկ կնոջ պատմություն է, այլ ամբողջ համակարգի խնդիր։ Ինչու՞։ Այդ համակարգը դեռ չի փոխվել։ 2013 թվականի սեպտեմբերին արտաքին գործերի նախարարությունը վերջապես հրապարակեց պատասխան Կարինե Ղազինյանի հիմնադրամի զեկույցին։ Այդ պատասխանում նախարարությունը ասաց, որ այն աշխատում է բարելավելու դիվանագետների աշխատանքային պայմանները առողջական ապահովումը։ Նախարարությունը նա ասաց, որ այն ստեղծել է հատուկ բաժին, որը պատասխանատու է դիվանագետների առողջության համար։ Բայց շատ դիվանագետներ, ովքեր աշխատում էին նախարարությունում, ասացին, որ այդ բաժինը գոյություն ունի միայն թղթի վրա։ Նախարարության աշխատակիցներից մեկը, ով խնդրեց անանուն մնալ, պատմում է. «Այո, մենք ունենք այդ բաժինը։ Բայց այն չունի բյուջե, չունի անձնակազմ, չունի լիազորություններ։ Այն ստեղծվել է միայն հանրային կարծիքը հանգստացնելու համար»։ Ինչու՞։ Նախարարությունը շարունակում է խաբել հանրությանը։ 2013 թվականի հոկտեմբերին Կարինե Ղազինյանի քույրը, Անահիտը, հրապարակեց երկրորդ գիրք, նվիրված իր քրոջը։ Այդ գրքում նա պատմեց այն մասին, թե ինչպես է ընտանիքը պայքարել ճշմարտության համար վերջին 3 տարիների ընթացքում։ Նա նկարագրեց իրենց հանդիպումները նախարարների հետ, իրենց դատական պայքարը։ Իրենց հուսահատությունը, երբ նրանք հասկացան, որ երբեք չեն ստանա արդարություն։ Բայց նա գրեց այն մասին, թե ինչպես նրանք չդադարեցրին իրենց պայքարը, ստեղծեցին հիմնադրամ, որը օգնում է ուրիշ մարդկանց։ Գիրքը վերջանում էր այսպես. «Մենք գիտենք, որ երբեք չենք ստանա արդարություն այս կյանքում։ Բայց մենք հավատում ենք, որ պատմությունը կգնահատի Կարինեի ներդրումը, կդատապարտի նրանց, ովքեր մեղավոր են նրա մահվան մեջ։ Եվ մենք հավատում ենք, որ մեր պայքարը չի եղել զուր։ Մենք փրկել ենք ուրիշ կյանքեր։ Եվ դա է ամենակարևորը։ Արդյոք այդ պայքարը իսկապես չի եղել զուր»։ 2013 թվականի նոյեմբերին Կարինե Ղազինյանի հիմնադրամը հրապարակեց նոր վիճակագրություն,
Վերջին 3 տարիների ընթացքում հիմնադրամը օգնել է 250 դիվանագետների անցնել բժշկական զննում։ Այդ դիվանագետներից 50-ը հայտնաբերել են լուրջ առողջական խնդիրներ, ստացել են անհրաժեշտ բուժում։ Հիմնադրամը նա տրամադրել է կրթաթոշակներ 30 երիտասարդների, ովքեր ուզում են դառնալ դիվանագետներ։ Կարինե Ղազինյանի քույրը Անահիտը ասում է. «Մենք չկարողացանք փրկել Կարինեին, բայց մենք փրկել ենք 50 ուրիշ մարդկանց։ Եվ դա է Կարինեի ամենամեծ ժառանգությունը։ Բայց ինչու՞։ Այդ աշխատանքը պետք է կատարվեր մասնավոր հիմնադրամի կողմից, այլ ոչ թե պետության կողմից»։ 2013 թվականի դեկտեմբերին Կարինե Ղազինյանի անունով մրցանակ հաստատվեց լավագույն դիվանագետի համար։ Այդ մրցանակը տրվում է ամեն տարի մի դիվանագետի, ով ցուցաբերել է բացառիկ նվիրվածություն իր աշխատանքին, միաժամանակ պահպանել է հավասարակշռություն աշխատանքի անձնական կյանքի մեջ։ Առաջին մրցանակը տրվեց մի երիտասարդ դիվանագետի, ով աշխատում էր Եվրոպական միության հետ Հայաստանի համագործակցության ուղղությամբ։ Այդ դիվանագետը, ընդունելով մրցանակը, ասաց. «Կարինե Ղազինյանը սովորեցրեց մեզ, որ նվիրվածությունը կարևոր է, բայց առողջությունը ավելի կարևոր է։ Ես խոստանում եմ, որ երբեք չեմ մոռանա այդ դասը»։ Արդյոք այդ խոստումը կպահպանվի։ 2014 թվականի հունվարին Կարինե Ղազինյանի հիմնադրամը սկսեց նոր ծրագիր՝ հոգեբանական աջակցություն դիվանագետների համար։ Այդ ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր դիվանագետ կարող էր անվճար խորհրդակցություններ ստանալ հոգեբանից։ Հիմնադրամը նա կազմակերպեց խմբային թերապիայի սեանսներ, որտեղ դիվանագետները կարող էին կիսվել իրենց փորձառությամբ, սովորել, թե ինչպես կառավարել սթրեսը։ Այդ ծրագիրը շատ հաջող եղավ։ Շատ դիվանագետներ ասացին, որ այդ ծրագիրը փրկել է նրանց կյանքը։ Նրանք սովորեցին, թե ինչպես ճանաչել սթրեսի նշանները, ինչպես խնամել իրենց հոգեկան առողջությունը։ Բայց կրկին, ինչու՞։ Այդ ծրագիրը պետք է իրականացվեր մասնավոր հիմնադրամի կողմից։ 2014 թվականի փետրվարին արտաքին գործերի նախարարությունը հրապարակեց նոր կանոններ դիվանագետների աշխատանքային ժամերի վերաբերյալ։ Այդ կանոններով դիվանագետները չէին կարող աշխատել ավելի քան 10 ժամ օրական, պետք է ունենային առնվազն 1 օր հանգիստ շաբաթական։ Նախարարությունը նա ասաց, որ դիվանագետները պետք է անցնեն պարտադիր բժշկական զննում ամեն 6 ամիսը մեկ։ Այդ կանոնները դրական արձագանք ստացան հասարակության մեջ։ Մարդիկ կարծում էին, որ վերջապես նախարարությունը սկսել է հոգալ իր աշխատակիցների մասին։ Բայց դիվանագետները, ովքեր աշխատում էին նախարարությունում, ասացին, որ այդ կանոնները չեն կատարվում։ Նախարարության աշխատակիցներից մեկը, ով խնդրեց անանուն մնալ, պատմում է. «Այո, մենք ունենք այդ կանոնները, բայց ոչ ոք չի հետում դրանց կատարմանը։ Մենք դեռ աշխատում ենք 12-14 ժամ օրական։ Մենք դեռ չունենք բավարար հանգիստ։ Եվ բժշկական զննումները կատարվում են միայն թղթի վրա։ Ինչու՞։ Այդ կանոնները չեն կատարվում»։ 2014 թվականի մարտին Կարինե Ղազինյանի մասին դոկումենտալ ֆիլմը ստացավ միջազգային մրցանակ։ Այդ ֆիլմը ճանաչվեց որպես լավագույն դոկումենտալ ֆիլմ սոցիալական թեմայով։ Ֆիլմի ռեժիսորը, ընդունելով մրցանակը, ասաց. «Կարինե Ղազինյանի պատմությունը ոչ միայն Հայաստանի պատմություն է։ Սա համաշխարհային պատմություն է այն մասին, թե ինչ տեղի է ունենում, երբ համակարգերը չեն հոգում մարդկանց մասին։ Ես հուսով եմ, որ այդ ֆիլմը կօգնի փոխել այդ համակարգերը։ Բայց արդյոք այդ ֆիլմը իսկապես կփոխի համակարգերը»։ 2014 թվականի ապրիլին Կարինե Ղազինյանի հիմնադրամը կազմակերպեց երթերանում, նվիրված դիվանագետների առողջությանը, անվտանգությանը։ Այդ երթին մասնակցեցին հազարավոր մարդիկ՝ դիվանագետներ, բժիշկներ, ուսանողներ, սովորական քաղաքացիներ։ Նրանք կրում էին պաստառներ, որոնց վրա գրված էր. «Դիվանագետները մարդիկ են, առողջությունը ավելի կարևոր է, քան կարիերան, մենք չենք ուզում ավելի Կարինե Ղազինյաններ»։ Երթը ավարտվեց արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց, որտեղ Կարինե Ղազինյանի քույրը Անահիտը ելույթ ունեցավ։ Նա ասաց. «Մենք այստեղ ենք, որովհետև չենք ուզում, որ ուրիշ ընտանիքներ անցնեն այն ամենը, ինչ մենք անցանք։ Մենք պահանջում ենք, որ նախարարությունը իսկապես հոգա իր աշխատակիցների մասին։ Մենք պահանջում ենք, որ համակարգը փոխվի։ Արդյոք այդ պահանջները կլսվեն»։ 2014 թվականի մայիսին արտաքին գործերի նախարարը հանդիպեց Կարինե Ղազինյանի ընտանիքի հետ։
Այդ հանդիպումը տեղի ունեցավ փակ դռների հետում տեց 2 ժամ։ Հանդիպումից հետո նախարարը հրապարակեց հայտարարություն, որում ասաց, որ նախարարությունը պարտավորվում է բարելավել դիվանագետների աշխատանքային պայմանները առողջական ապահովումը։ Նախարարը նա ասաց, որ նախարարությունը կստեղծի հատուկ հանձնաժողով, որը կհետի այդ պարտավորությունների կատարմանը։ Կարինե Ղազինյանի քույրը Անահիտը հանդիպումից հետո ասաց. «Մենք լսեցինք նախարարի խոստումները, բայց մենք արդեն լսել ենք շատ խոստումներ վերջին 4 տարիների ընթացքում։ Մենք կսպասենք կտեսնենք, արդյոք այս անգամ այդ խոստումները կկատարվեն։ Արդյոք այդ խոստումները կկատարվեն»։ 2014 թվականի հունիսին Կարինե Ղազինյանի հիմնադրամը հրապարակեց նոր զեկույց, որում ներկայացվեցին վիճակագրություններ դիվանագետների աշխատանքային պայմանների մասին։ Այդ զեկույցը ցույց տվեց, որ չնայած նախարարության խոստումներին, դիվանագետների աշխատանքային պայմանները չեն բարելավվել։ Դիվանագետները դեռ աշխատում են երկար ժամեր, դեռ չունեն բավարար հանգիստ, դեռ չեն ստանում անհրաժեշտ բժշկական օգնություն։ Զեկույցը նա ցույց տվեց, որ վերջին տարվա ընթացքում 3 դիվանագետներ հոսպիտալացվել են սրտանոթային խնդիրների պատճառով։ Այդ զեկույցը կրկին հսկայական արձագանք ստացավ հասարակության մեջ։ Մարդիկ սկսեցին հասկանալ, որ նախարարության խոստումները եղել են միայն խոսքեր։ Ինչու՞։ Նախարարությունը չի կատարում իր խոստումները։ 2014 թվականի հուլիսին Կարինե Ղազինյանի մահվան 4-րդ տարելիցին նրա ընտանիքը կազմակերպեց հիշատակի արարողություն։ Այդ արարողությանը ներկա էին հարյուրավոր մարդիկ, նրա գործընկերները, բարեկամները, ընտանիքի անդամները, սովորական քաղաքացիներ, ովքեր երբեք չէին ճանաչել Կարինե Ղազինյանին, բայց տպավորված էին նրա պատմությունից։ Արարողության ժամանակ Կարինե Ղազինյանի քույրը Անահիտը ասաց. 4 տարի անցել է Կարինեի մահից։ 4 տարի մենք պայքարել ենք ճշմարտության համար։ 4 տարի մենք փորձել ենք փոխել համակարգը։ Մենք ունեցել ենք որոշ հաջողություններ։ Մենք փրկել ենք որոշ կյանքեր։ Բայց համակարգը դեռ չի փոխվել։ Եվ մենք կշարունակենք պայքարել մինչ այն փոխվի։ Արդյոք այդ համակարգը երբեք կփոխվի։ Այսօր, տարիներ անց Կարինե Ղազինյանի մահից, նրա պատմությունը դեռ ապրում է։ Նրա անունը դարձել է խորհրդանիշ նվիրվածության ուժի, բայց նա այն գնի, որը երբեմն մարդիկ վճարում են իրենց երազանքների համար։ Նրա հիմնադրամը շարունակում է օգնել դիվանագետներին, նրա պատմությունը շարունակում է ոգեշնչել երիտասարդներին, ովքեր ուզում են ծառայել իրենց երկրին։ Բայց նրա մահը նա հիշեցնում է մեզ, որ համակարգերը պետք է փոխվեն, որ մարդիկ ավելի կարևոր են, քան պաշտոններ։ Որ առողջությունը ավելի կարևոր է, քան կարիերան։ Արդյոք մենք սովորել ենք այդ դասերը։ Արդյոք մենք պատրաստ ենք փոխել համակարգերը, որպեսզի ավելի Կարինե Ղազինյաններ չլինեն։ Այս հարցերը մնում են բաց։ Եվ պատասխանը կախված է մեզանից բոլորից։ 2015 թվականի հունվարին Կարինե Ղազինյանի հիմնադրամը ստացավ անսպասելի նամակ Լոնդոնից։ Նամակը ուղարկել էր դեսպանության նախկին աշխատակիցը, ով աշխատել էր Կարինե Ղազինյանի հետ նրա վերջին օրերին։ Այդ աշխատակիցը գրել էր, որ ուզում է հանդիպել ընտանիքի հետ պատմել ինչ-որ բան, որը երբեք չի հրապարակել։ Կարինե Ղազինյանի քույրը Անահիտը անմիջապես թռավ Լոնդոն։ Հանդիպման ժամանակ այդ աշխատակիցը պատմեց, որ Կարինե Ղազինյանի վերջին օրերին դեսպանություն եկել էր մի մարդ Երանից, նախարարության ներկայացուցիչ։ Այդ մարդը երկար ժամանակ խոսել էր Կարինեի հետ փակ դռների հետում։ Խոսակցությունից հետո Կարինեն տեսնվել էր շատ անհանգիստ, նյարդայնացած։ Ինչու այդ մարդը եկել էր Լոնդոն։ Ինչ էր նա ասել Կարինեին, որ այդքան անհանգստացրեց նրան։ Անահիտը վերադարձավ Երան, փորձեց պարզել, թե ով էր այդ մարդը, ով այցելել էր Կարինեին Լոնդոնում։ Ով կարող էր իմանալ ինչ-որ բան այդ այցելության մասին։ Եվ աստիճանաբար նա սկսեց հավաքել տեղեկություններ։ Ինչու նախարարությունը այդքան ջանասիրաբար թաքցնում էր այդ այցելության մասին տեղեկությունները։ 2015 թվականի փետրվարին Անահիտը հայտնաբերեց, որ այդ մարդը եղել է նախարարի անձնական օգնականը։ Նույն այն օգնականը, ով 2013 թվականին հանկարծ հրաժարական էր տվել, անհետացել էր հանրային կյանքից։ Անահիտը փորձեց գտնել այդ մարդուն, բայց ոչ ոք չգիտեր, թե որտեղ է նա։ Նախարարության աշխատակիցները ասացին, որ նա հեռացել է Հայաստանից, ապրում է արտերկրում։ Բայց Անահիտը չդադարեց փնտրել։ Նա գիտեր, որ այդ մարդը ունի պատասխանները այն հարցերի,
որոնք տանջում էին նրան 5 տարի։ Ինչու այդ մարդը այցելել էր Կարինեին Լոնդոնում։ Ինչ էր նա ասել նրան։ Արդյոք այդ խոսակցությունը կապ ուներ Կարինեի մահվան հետ։ 2015 թվականի մարտին Անահիտը ստացավ անանուն նամակ։ Այդ նամակում գրված էր հասցե մի քաղաքում Եվրոպայում, որտեղ ապրում էր նախարարի նախկին որպեսզի Կարինեն չստանա այն։ Ինչու այդ մարդը այդքան ուզում էր կանխել Կարինեի նշանակումը։ Նախարարի օգնականը շարունակեց պատմել։ Նա ասաց, որ երբ որոշվեց նշանակել Կարինե Ղազինյանին, այդ երկրորդ թեկնածուն շատ զայրացավ։ Նա սկսեց տարածել լուրեր, որ Կարինեն հիվանդ է, չի կարող ստանձնել այդ պաշտոնը։ Նա փորձեց համոզել նախարարին հետաձգել Կարինեի նշանակումը։ Բայց նախարարը չլսեց նրան։ Այդ ժամանակ այդ մարդը որոշեց գործել այլ կերպ։ Նա խնդրեց նախարարի օգնականին, որ թաքցնի բժշկական նախազգուշացումները, որոնք ուղարկվում էին նախարարություն։ Եվ օգնականը համաձայնեց։ Նա թաքցրեց 7 նամակները, որոնք դոկտոր Սարգսյանը ուղարկել էր նախարարություն։ Ինչու։ Օգնականը համաձայնեց անել այդ։ Ինչ էր նա ստացել դրա դիմաց։ Օգնականը ասաց, որ նա համաձայնվել էր, որովհետև այդ երկրորդ թեկնածուն խոստացել էր նրան բարձր պաշտոն, եթե Կարինեն չստանա Լոնդոնի դեսպանի պաշտոնը։ Բայց երբ Կարինեն մահացավ, օգնականը հասկացավ, թե ինչ էր արել։ Նա հասկացավ, որ իր գործողությունները նպաստել են Կարինեի մահվանը։ Եթե նա չթաքցներ այդ նամակները, եթե նախարարը տեսներ բժշկական նախազգուշացումները, հնարավոր է, որ Կարինեի նշանակումը հետաձգվեր, նա կարողանար բուժվել։ Այդ մեղավորության զգացումը այնքան ծանր էր, որ օգնականը չկարողացավ շարունակել աշխատել նախարարությունում։ Նա հրաժարական տվեց, հեռացավ Հայաստանից։ Բայց նա երբեք չկարողացավ ազատվել այդ մեղավորության զգացումից։ Ինչու։ Նա չխոսեց ճշմարտության մասին ավելի վաղ։ Օգնականը նա պատմեց, որ 2010 թվականի օգոստոսի 17-ին, երբ Կարինեն հիվանդանոցում էր Լոնդոնում, այդ երկրորդ թեկնածուն ուղարկել էր նրան Լոնդոն, հանդիպելու Կարինեի հետ։ Այդ հանդիպման ժամանակ օգնականը պետք է ասեր Կարինեին, որ եթե նա հրաժարվի դեսպանի պաշտոնից առողջական պատճառներով, ապա նախարարությունը կտրամադրի նրան լավ պաշտոն Երանում կապահովի լավագույն բուժումը։ Բայց Կարինեն հրաժարվեց։ Նա ասաց, որ երբեք չի հրաժարվի այն պաշտոնից, որի համար աշխատել է ամբողջ կյանքը։ Օգնականը փորձեց համոզել նրան, բայց Կարինեն անսասան էր։ Այդ խոսակցությունից հետո Կարինեի վիճակը սկսեց արագ վատանալ։ Արդյոք այդ խոսակցությունը նպաստեց նրա վիճակի վատացմանը։ Անահիտը լսեց այդ պատմությունը, զգաց, որ վերջապես գտել է ճշմարտությունը։ Նա հասկացավ, որ Կարինեի մահը չեղավ պարզապես ողբերգական պատահար։ Դա եղավ մի համակարգի արդյունք, որտեղ մարդիկ պատրաստ էին անել ամեն ինչ ստանալու իշխանություն պաշտոններ։ Անահիտը խնդրեց օգնականին վկայություն տալ այն ամենի մասին, ինչ նա պատմել էր։ Բայց օգնականը հրաժարվեց։ Նա ասաց, որ վախենում է իր կյանքի համար։ Նա ասաց, որ այն մարդիկ, ովքեր կազմակերպել էին այդ ամենը, շատ ուժեղ են, կարող են վնասել նրան։ Անահիտը փորձեց համոզել նրան, բայց օգնականը անսասան էր։ Ինչու։ Այդ մարդը վախենում էր խոսել ճշմարտության մասին։ 2015 թվականի ապրիլին Անահիտը վերադարձավ Երան։ Նա գիտեր, որ չունի ապացույցներ այն ամենի մասին, ինչ իմացել էր։ Օգնականը հրաժարվել էր վկայություն տալ, առանց նրա վկայության Անահիտը չէր կարող ապացուցել ոչինչ։ Բայց նա չդադարեց։ Նա սկսեց փնտրել այլ ապացույցներ։ Նա խոսեց նախարարության աշխատակիցների հետ, դեսպանության աշխատակիցների հետ, ով կարող էր իմանալ ինչ-որ բան այդ պատմության մասին։ Եվ աստիճանաբար նա սկսեց հավաքել փաստեր։ Նա հայտնաբերեց, որ այդ երկրորդ թեկնածուն, ով ուզում էր ստանալ Լոնդոնի դեսպանի պաշտոնը, իսկապես ուներ ուժեղ կապեր նախարարության մեջ։ Նա հայտնաբերեց, որ այդ մարդը Կարինեի մահից հետո ստացել էր կարևոր պաշտոն նախարարությունում։ Արդյոք դա պարզապես պատահականություն էր։ 2015 թվականի մայիսին Անահիտը հրապարակեց իր հայտնագործությունները։ Նա գրեց հոդված, որում մանրամասն նկարագրեց այն ամենը, ինչ իմացել էր։ Նա անվանեց այն մարդկանց, ովքեր, նրա կարծիքով, մեղավոր էին Կարինեի մահվան մեջ։ Այդ հոդվածը հսկայական արձագանք ստացավ հասարակության մեջ։
Մարդիկ բողոքում էին, պահանջում էին քննություն, պահանջում էին պատասխանատվության ենթարկել մեղավորներին։ Բայց նախարարությունը հերքեց բոլոր մեղադրանքները։ Նախարարությունը ասաց, որ Անահիտի մեղադրանքները հիմնված են լուրերի վրա չունեն ապացույցներ։ Նախարարությունը նա սպառնաց դատական հայց ներկայացնել Անահիտի դեմ վարկաբեկման համար։ Ինչու՞։ Նախարարությունը այդքան ագրեսիվ արձագանքեց Անահիտի մեղադրանքներին։ 2015 թվականի հունիսին Անահիտը ստացավ սպառնալիք։ Անհայտ մարդիկ զանգահարեցին նրան, ասացին, որ եթե նա շարունակի իր քննությունը, ապա նա կվտանգի իր ընտանիքի անվտանգությունը։ Անահիտը վախեցավ, բայց չդադարեցրեց իր պայքարը։ Նա գիտեր, որ եթե նա դադարեցնի հիմա, ապա Կարինեի մահը կմնա անպատիժ։ Նա շարունակեց հավաքել ապացույցներ։ Շարունակեց խոսել ճշմարտության մասին։ Բայց սպառնալիքները շարունակվեցին։ Անահիտի ընտանիքի անդամները սկսեցին անհանգստանալ նրա անվտանգության համար։ Նրանք խնդրեցին նրան դադարեցնել, բայց Անահիտը հրաժարվեց։ Ինչու՞։ Անահիտը շարունակեց իր պայքարը, չնայած սպառնալիքներին։ 2015 թվականի հուլիսին Կարինե Ղազինյանի մահվան 5-րդ տարելիցին Անահիտը կազմակերպեց մեծ հանրահավաք Երանում։ Այդ հանրահավաքին մասնակցեցին հազարավոր մարդիկ։ Նրանք պահանջում էին քննություն Կարինեի մահվան հանգամանքների վերաբերյալ, պահանջում էին պատասխանատվության ենթարկել մեղավորներին, պահանջում էին փոխել համակարգը։ Հանրահավաքի ժամանակ Անահիտը ելույթ ունեցավ։ Նա ասաց. 5 տարի անցել է Կարինեի մահից։ 5 տարի մենք պայքարել ենք ճշմարտության համար։ 5 տարի մենք փորձել ենք փոխել համակարգը։ Եվ այսօր ես կարող եմ ասել, որ մենք գտել ենք ճշմարտությունը։ Մենք գիտենք, թե ով է մեղավոր Կարինեի մահվան մեջ։ Եվ մենք չենք դադարի, մինչ այդ մարդիկ պատասխանատվության չենթարկվեն։ Արդյոք այդ մարդիկ երբեք ենթարկվեն պատասխանատվության։ 2015 թվականի օգոստոսին կառավարությունը հրապարակեց հայտարարություն, որում ասաց, որ կստեղծվի անկախ հանձնաժողով, քննելու Կարինե Ղազինյանի մահվան հանգամանքները։ Այդ հանձնաժողովը կկազմվեր միջազգային փորձագետներից, հայ իրավաբանների, բժիշկների, դիվանագետների մասնակցությամբ։ Հանձնաժողովը պետք է քններ բոլոր փաստաթղթերը, հարցաքններ բոլոր վկաներին, ներկայացներ իր եզրակացությունները։ Այդ հայտարարությունը դրական արձագանք ստացավ հասարակության մեջ։ Մարդիկ հուսով էին, որ վերջապես ճշմարտությունը կբացահայտվի։ Բայց Անահիտը կասկածում էր։ Նա տեսել էր շատ խոստումներ վերջին 5 տարիների ընթացքում, որոնք երբեք չկատարվեցին։ Արդյոք այս անգամ այլ կլինի։ 2015 թվականի սեպտեմբերին անկախ հանձնաժողովը սկսեց իր աշխատանքը։ Հանձնաժողովի անդամները ուսումնասիրեցին բոլոր փաստաթղթերը, բժշկական եզրակացությունները, նամակները, զեկույցները, դեսպանության փաստաթղթերը։ Նրանք հարցաքննեցին տասնյակ վկաների, նախարարության աշխատակիցներին, դեսպանության աշխատակիցներին, բժիշկներին, Կարինեի ընտանիքի անդամներին։ Նրանք փորձեցին գտնել նախարարի նախկին օգնականին, բայց նա հրաժարվեց վկայություն տալ։ Հանձնաժողովի աշխատանքը տևեց 6 ամիս։ Այդ ամիսների ընթացքում հասարակությունը սպասում էր անհամբեր, ինչ կլինի հանձնաժողովի եզրակացությունը։ Արդյոք հանձնաժողովը կբացահայտի ճշմարտությունը։ 2016 թվականի մարտին անկախ հանձնաժողովը հրապարակեց իր եզրակացությունները։ Հանձնաժողովը եզրակացրեց, որ Կարինե Ղազինյանի մահը կարող էր կանխվել, եթե նախարարությունը լսեր բժշկական նախազգուշացումները։ Հանձնաժողովը նա եզրակացրեց, որ բժշկական նախազգուշացումները իսկապես ուղարկվել էին նախարարություն, բայց դրանք թաքցվել էին նախարարի օգնականի կողմից։ Հանձնաժողովը չկարողացավ պարզել, թե ինչու օգնականը թաքցրեց այդ նամակները, որովհետև նա հրաժարվեց վկայություն տալ։ Բայց հանձնաժողովը եզրակացրեց, որ նախարարությունը պատասխանատու է Կարինե Ղազինյանի մահվան համար, որովհետև չապահովեց բավարար վերահսկողություն իր աշխատակիցների աշխատանքի նկատմամբ։ Հանձնաժողովը առաջարկեց պատասխանատվության ենթարկել նախարարի օգնականին, բարեփոխել համակարգը, որպեսզի նմանատիպ դեպքեր չկրկնվեն ապագայում։ Արդյոք այդ առաջարկները կկատարվեն։ 2016 թվականի ապրիլին կառավարությունը հրապարակեց հայտարարություն, որում ասաց, որ ընդունում է հանձնաժողովի եզրակացությունները, պարտավորվում է իրականացնել դրա առաջարկները։ Կառավարությունը ասաց, որ կստեղծվի հատուկ մարմին, որը կհետի դիվանագետների աշխատանքային պայմաններին առողջական ապահովմանը։
Կառավարությունը նա ներողություն խնդրեց Կարինե Ղազինյանի ընտանիքից խոստացավ անել ամեն ինչ, որպեսզի նմանատիպ ողբերգություններ չկրկնվեն ապագայում։ Անահիտը ընդունեց կառավարության ներողությունը, բայց ասաց, որ կսպասի կտեսնի, արդյոք կառավարությունը կկատարի իր խոստումները։ Նա ասաց. «Մենք լսել ենք շատ խոստումներ վերջին 6 տարիների ընթացքում։ Այժմ ժամանակն է գործողությունների։ Արդյոք այս անգամ խոստումները կկատարվեն»։ 2016 թվականի մայիսին արտաքին գործերի նախարարությունը հրապարակեց նոր կանոններ դիվանագետների աշխատանքային պայմանների վերաբերյալ։ Այդ կանոններով դիվանագետները չէին կարող աշխատել ավելի քան 8 ժամ օրական, պետք է ունենային 2 օր հանգիստ շաբաթական, պետք է անցնեին պարտադիր բժշկական զննում ամեն 3 ամիսը մեկ։ Նախարարությունը նա ստեղծեց հատուկ բաժին, որը պատասխանատու էր դիվանագետների առողջության համար։ Այդ բաժինը ուներ բյուջե, անձնակազմ, լիազորություններ։ Նախարարությունը նա ստեղծեց հատուկ հեռախոսային գիծ, որտեղ դիվանագետները կարող էին զանգահարել ստանալ բժշկական խորհրդատվություն ցանկացած ժամանակ։ Այս բոլոր միջոցները դրական արձագանք ստացան հասարակության մեջ։ Մարդիկ կարծում էին, որ վերջապես համակարգը փոխվում է։ Բայց արդյոք այդ փոփոխությունները իսկապես կկատարվեն։ 2016 թվականի հունիսին Կարինե Ղազինյանի հիմնադրամը հրապարակեց նոր զեկույց, որում գնահատվեցին նախարարության նոր կանոնները։ Զեկույցը ցույց տվեց, որ կանոնները լավ են գրված, բայց դեռ վաղ է ասել, արդյոք դրանք կկատարվեն։ Հիմնադրամը առաջարկեց ստեղծել անկախ մարմին, որը կհետի այդ կանոնների կատարմանը։ Հիմնադրամը նա առաջարկեց, որ դիվանագետները ինքնուրույն զեկուցեն իրենց աշխատանքային պայմանների մասին, եթե կանոնները չեն կատարվում։ Ապա նրանք կարող են դիմել հիմնադրամին օգնության համար։ Այդ առաջարկները դրական արձագանք ստացան հասարակության մեջ։ Նախարարությունը ասաց, որ կքննարկի այդ առաջարկները։ Բայց արդյոք նախարարությունը իսկապես կկատարի դրանք։ 2016 թվականի հուլիսին Կարինե Ղազինյանի մահվան 6-րդ տարելիցին նրա ընտանիքը կազմակերպեց հիշատակի արարողություն։ Այդ արարողությանը ներկա էին հարյուրավոր մարդիկ, նրա գործընկերները, բարեկամները, ընտանիքի անդամները, սովորական քաղաքացիներ։ Արարողության ժամանակ Անահիտը ասաց. 6 տարի անցել է Կարինեի մահից։ 6 տարի մենք պայքարել ենք ճշմարտության համար։ Եվ այսօր ես կարող եմ ասել, որ մենք հասել ենք որոշակի արդյունքների։ Մենք գտել ենք ճշմարտությունը։ Մենք ստիպել ենք համակարգը փոխվել։ Բայց մեր պայքարը դեռ չի ավարտվել։ Մենք կշարունակենք հետել, որպեսզի այդ փոփոխությունները իսկապես կատարվեն։ Մենք կշարունակենք պայքարել, որպեսզի ավելի Կարինե Ղազինյաններ չլինեն։ Արդյոք այդ պայքարը երբեք ավարտվի։ Այսօր, տարիներ անց Կարինե Ղազինյանի մահից, նրա պատմությունը դեռ ապրում է։ Նրա անունը դարձել է խորհրդանիշ նվիրվածության, ուժի, պայքարի։ Նրա հիմնադրամը շարունակում է օգնել դիվանագետներին, նրա պատմությունը շարունակում է ոգեշնչել երիտասարդներին։ Համակարգը փոխվել է, բայց դեռ շատ բան պետք է արվի։ Դիվանագետները դեռ աշխատում են ծանր պայմաններում, դեռ բախվում են սթրեսի, դեռ ունեն առողջական խնդիրներ։ Բայց այժմ նրանք գիտեն, որ չեն միայնակ։ Նրանք գիտեն, որ կա մի հիմնադրամ, որը կօգնի նրանց։ Նրանք գիտեն, որ կա մի ընտանիք, որը կպայքարի նրանց իրավունքների համար։ Եվ նրանք գիտեն, որ Կարինե Ղազինյանի զոհաբերությունը չի եղել զուր։ Նրա մահը փոխեց համակարգը։ Նրա մահը փրկեց ուրիշ կյանքեր։ Եվ դա է նրա ամենամեծ ժառանգությունը։ Արդյոք մենք կշարունակենք պահպանել այդ ժառանգությունը։ Արդյոք մենք կշարունակենք պայքարել, որպեսզի ավելի Կարինե Ղազինյաններ չլինեն։ Այս հարցերը մնում են բաց։ Եվ պատասխանը կախված է մեզանից բոլորից։ 2017 թվականի հունվարին Կարինե Ղազինյանի հիմնադրամը ստացավ նամակ մի երիտասարդ դիվանագետուհուց, ով աշխատում էր արտաքին գործերի նախարարությունում։ Այդ երիտասարդ կինը գրել էր, որ նա հայտնաբերել է իր առողջական լուրջ խնդիրներ, բայց վախենում է դիմել բժշկական օգնության, որովհետև կարծում է, որ դա կվնասի նրա կարիերային։ Նա գրել էր, որ նրա շրջապատում կան ուրիշ դիվանագետներ, ովքեր նույնպես ունեն առողջական խնդիրներ, բայց լռում են։ Անահիտը անմիջապես հանդիպեց այդ երիտասարդ կնոջ հետ, օգնեց նրան ստանալ անհրաժեշտ բուժումը։ Բայց այդ դեպքը ցույց տվեց, որ չնայած բոլոր փոփոխություններին, դիվանագետները դեռ վախենում են խոսել իրենց առողջական խնդիրների մասին։ Ինչու՞։
Այդ վախը դեռ գոյություն ունի։ 2017 թվականի փետրվարին Կարինե Ղազինյանի հիմնադրամը սկսեց նոր ծրագիր, անանուն հարթակ, որտեղ դիվանագետները կարող էին կիսվել իրենց փորձառությամբ առանց վախենալու, որ նրանց կճանաչեն։ Այդ հարթակում դիվանագետները կարող էին գրել իրենց առողջական խնդիրների մասին, իրենց աշխատանքային պայմանների մասին, իրենց վախերի մասին։ Հիմնադրամի հոգեբանները բժիշկները կարդում էին այդ գրառումները, տրամադրում էին խորհրդատվություն։ Այդ հարթակը շատ արագ դարձավ հանրաճանաչ։ Տասնյակ դիվանագետներ սկսեցին օգտագործել այն։ Նրանք գրում էին իրենց պատմությունները, կիսվում էին իրենց փորձառությամբ, օգնում էին միմյանց։ Այդ հարթակը ցույց տվեց, որ Կարինե Ղազինյանի պատմությունը ոչ միայն մեկ կնոջ պատմություն էր, այլ ամբողջ համակարգի խնդիր։ Ինչու՞։ Այդ խնդիրը դեռ լուծված չէ։ 2017 թվականի մարտին արտաքին գործերի նախարարությունը հրապարակեց զեկույց դիվանագետների առողջական վիճակի մասին։ Այդ զեկույցը ցույց տվեց, որ վերջին տարվա ընթացքում դիվանագետների առողջական վիճակը բարելավվել է։ Սրտանոթային հիվանդություններով դիվանագետների թիվը նվազել է 20%-ով, քրոնիկական սթրեսով տառապողների թիվը նվազել է 15%-ով։ Նախարարությունը ասաց, որ այդ բարելավումները եղել են նոր կանոնների արդյունք։ Բայց Կարինե Ղազինյանի հիմնադրամը կասկածում էր այդ վիճակագրությունների մեջ։ Հիմնադրամի փորձագետները ասացին, որ նախարարության վիճակագրությունները հիմնված են միայն պաշտոնական բժշկական զննումների վրա, բայց շատ դիվանագետներ չեն անցնում այդ զննումները, որովհետև վախենում են, որ դա կվնասի նրանց կարիերային։ Ինչու՞։ Նախարարությունը չի ուզում տեսնել իրական պատկերը։ 2017 թվականի ապրիլին Կարինե Ղազինյանի հիմնադրամը կազմակերպեց միջազգային կոնֆերանս, նվիրված դիվանագետների հոգեկան առողջությանը։ Այդ կոնֆերանսին մասնակցեցին հոգեբաններ, հոգեբույժներ, դիվանագետներ տարբեր երկրներից։ Նրանք քննարկեցին այն հոգեկան խնդիրները, որոնց բախվում են դիվանագետները իրենց աշխատանքում, սթրեսը, անհանգստությունը, դեպրեսիան, այրվածության համախտանիշը։ Նրանք քննարկեցին այն միջոցները, որոնք կարող են օգնել դիվանագետներին պահպանել իրենց հոգեկան առողջությունը։ Կոնֆերանսի վերջում ընդունվեց հռչակագիր, որը կոչ էր անում բոլոր երկրներին ստեղծել հատուկ ծրագրեր դիվանագետների հոգեկան առողջության պահպանման համար։ Այս անգամ շատ երկրներ, ներառյալ Հայաստանը, ստորագրեցին այդ հռչակագիրը։ Արդյոք այդ հռչակագիրը կկատարվի։ 2017 թվականի մայիսին Կարինե Ղազինյանի անունով հիմնադրվեց կրթաթոշակ երիտասարդ կանանց համար, ովքեր ուզում են դառնալ դիվանագետներ։ Այդ կրթաթոշակը ծածկում էր ուսման ամբողջ ծախսերը միջազգային հարաբերությունների ինստիտուտներում։ Առաջին տարի 10 երիտասարդ կին ստացավ այդ կրթաթոշակը։ Նրանցից մեկը, 21 տարեկան Մարիամը, ասաց. Կարինե Ղազինյանը ինձ համար հերոս է։ Նա ցույց տվեց, որ կինը կարող է հասնել ամենաբարձր գագաթներին դիվանագիտության մեջ։ Բայց նա սովորեցրեց ինձ, որ պետք է հոգալ իմ առողջության մասին։ Ես խոստանում եմ, որ երբեք չեմ մոռանա այդ դասը։ Արդյոք այդ երիտասարդ սերունդը կպահպանի այդ խոստումը։ 2017 թվականի հունիսին Կարինե Ղազինյանի մասին գիրք թարգմանվեց 10 լեզուների։ Այդ գիրքը դարձավ միջազգային բեսթսելեր։ Մարդիկ տարբեր երկրներից կարդում էին Կարինե Ղազինյանի պատմությունը, տպավորվում էին նրա նվիրվածությամբ, նրա ուժով, բայց նա այն գնով, որը նա վճարեց իր երազանքների համար։ Շատ երկրներում այդ գիրքը դարձավ պարտադիր ընթերցանություն դիվանագիտական ակադեմիաներում։ Ուսանողները սովորում էին Կարինե Ղազինյանի պատմությունից, հասկանում էին, որ նվիրվածությունը կարևոր է, բայց առողջությունը ավելի կարևոր է։ Ինչու՞։ Այդ դասը պետք է սովորվեր այդպիսի ողբերգական գնով։ 2017 թվականի հուլիսին Կարինե Ղազինյանի մահվան 7-րդ տարելիցին նրա ընտանիքը կազմակերպեց հատուկ արարողություն։ Այդ արարողության ժամանակ բացվեց Կարինե Ղազինյանի անունով կենտրոն, որը նվիրված էր դիվանագետների առողջությանը, բարեկեցությանը։ Այդ կենտրոնում դիվանագետները կարող էին ստանալ անվճար բժշկական զննում, հոգեբանական խորհրդատվություն, մասնակցել թերապիայի սեանսներին, սովորել սթրեսի կառավարման տեխնիկաներ։ Կենտրոնի բացման արարողության ժամանակ Անահիտը ասաց. 7 տարի անցել է Կարինեի մահից։ 7 տարի մենք պայքարել ենք, որպեսզի ավելի Կարինե Ղազինյաններ չլինեն։ Եվ այսօր ես կարող եմ ասել, որ մենք ստեղծել ենք ինչ-որ բան, որը կօգնի հազարավոր դիվանագետների։ Այս կենտրոնը Կարինեի ժառանգությունն է։
Այս կենտրոնը նրա երազանքն է, որը դարձավ իրականություն։ Արդյոք այդ կենտրոնը կարող է փոխել համակարգը։ 2017 թվականի օգոստոսին արտաքին գործերի նախարարությունը հրապարակեց նոր վիճակագրություն։ Վերջին 2 տարիների ընթացքում ոչ մի դիվանագետ չի մահացել առողջական խնդիրների պատճառով։ Դիվանագետների աշխատանքային պայմանները բարելավվել են։ Նրանց առողջական ապահովումը ամրապնդվել է։ Նախարարությունը ասաց, որ այդ արդյունքները եղել են Կարինե Ղազինյանի զոհաբերության արդյունք։ Նախարարը ասաց. Կարինե Ղազինյանի մահը փոխեց մեր համակարգը։ Նրա զոհաբերությունը փրկեց ուրիշ կյանքեր։ Մենք երբեք չենք մոռանա նրան։ Բայց արդյոք այդ բարելավումները իսկապես կայուն են։ 2017 թվականի սեպտեմբերին Կարինե Ղազինյանի հիմնադրամը հրապարակեց իր վերջին զեկույցը։ Այդ զեկույցը ցույց տվեց, որ վերջին 7 տարիների ընթացքում հիմնադրամը օգնել է 500 դիվանագետների անցնել բժշկական զննում, 200 դիվանագետների ստացել անհրաժեշտ բուժում, 100 երիտասարդների ստանալ կրթաթոշակ։ Հիմնադրամը նա ստեղծել է անանուն հարթակ, որտեղ հազարավոր դիվանագետներ կիսվել են իրենց փորձառությամբ։ Հիմնադրամը նա բացել է կենտրոն, որտեղ դիվանագետները կարող են ստանալ անվճար օգնություն։ Անահիտը ասաց. Մենք հպարտ ենք այն ամենով, ինչ արել ենք վերջին 7 տարիների ընթացքում։ Բայց մեր աշխատանքը դեռ չի ավարտվել։ Մենք կշարունակենք աշխատել, մինչ յուրաքանչյուր դիվանագետ կունենա անվտանգ առողջ աշխատանքային պայմաններ։ Արդյոք այդ նպատակը երբեք կկատարվի։ 2017 թվականի հոկտեմբերին Կարինե Ղազինյանի պատմությունը ներառվեց դիվանագիտական ակադեմիաների ուսումնական ծրագրերում Հայաստանում։ Ուսանողները սովորում էին Կարինե Ղազինյանի կյանքի կարիերայի մասին, նրա նվիրվածության մասին, բայց նա այն սխալների մասին, որոնք արվեցին, որոնք հանգեցրին նրա մահվանը։ Ուսանողները սովորում էին, թե ինչպես հավասարակշռել աշխատանքը անձնական կյանքը, ինչպես հոգալ իրենց առողջության մասին, ինչպես ճանաչել սթրեսի նշանները։ Դասախոսներից մեկը ասաց. Կարինե Ղազինյանի պատմությունը ամենակարևոր դասն է, որը մենք կարող ենք տալ մեր ուսանողներին։ Այդ պատմությունը սովորեցնում է, որ հաջողությունը կարևոր է, բայց կյանքը ավելի կարևոր է։ Արդյոք այդ դասը կմնա ուսանողների հիշողության մեջ։ 2017 թվականի նոյեմբերին Կարինե Ղազինյանի ընտանիքը ստացավ նամակ նախարարի նախկին օգնականից։ Այդ նամակում օգնականը գրել էր, որ վերջապես պատրաստ է խոսել ճշմարտության մասին։ Նա գրել էր, որ վերջին 7 տարիների ընթացքում նա ապրել է մեղավորության զգացումով, այժմ ուզում է ազատվել այդ բեռից։ Նա պատրաստ էր վկայություն տալ այն ամենի մասին, ինչ տեղի ունեցավ 2010 թվականին։ Անահիտը անմիջապես հանդիպեց նրա հետ։ Օգնականը պատմեց ամեն ինչ, ինչպես նա թաքցրեց բժշկական նախազգուշացումները, ինչպես նա ուղարկվեց Լոնդոն համոզելու Կարինեին հրաժարվել դեսպանի պաշտոնից, ինչպես նա ստացավ փոխպաշտոն դրա դիմաց։ Նա անվանեց այն մարդկանց, ովքեր կազմակերպել էին այդ ամենը։ Ինչու՞։ Օգնականը որոշեց խոսել հենց հիմա։ 2017 թվականի դեկտեմբերին Անահիտը ներկայացրեց օգնականի վկայությունը դատախազությանը։ Դատախազությունը սկսեց քրեական գործ։ Հետաքննությունը տևեց 6 ամիս։ Այդ ամիսների ընթացքում հարցաքննվեցին տասնյակ վկաներ, ուսումնասիրվեցին հարյուրավոր փաստաթղթեր։ Հետաքննությունը հաստատեց օգնականի վկայությունը։ Այն մարդիկ, ովքեր կազմակերպել էին Կարինե Ղազինյանի դեմ այդ ամենը, ենթարկվեցին քրեական պատասխանատվության։ Նրանք դատապարտվեցին, կորցրին իրենց պաշտոնները։ Անահիտը ասաց. Վերջապես արդարությունը տեղի ունեցավ։ 8 տարի մենք սպասեցինք այս պահին։ 8 տարի մենք պայքարեցինք ճշմարտության համար։ Եվ այսօր ես կարող եմ ասել, որ մեր պայքարը չի եղել զուր։ Արդյոք այդ արդարությունը բավարար է։ Այսօր, ավելի քան 10 տարի անց Կարինե Ղազինյանի մահից, նրա պատմությունը դարձել է լեգենդ։ Նրա անունը հիշվում է ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում։ Նրա հիմնադրամը շարունակում է օգնել հազարավոր մարդկանց։ Նրա կենտրոնը դարձել է օրինակ այլ երկրների համար։ Նրա պատմությունը դասավանդվում է դիվանագիտական ակադեմիաներում։ Համակարգը փոխվել է։ Դիվանագետները այլևս չեն աշխատում այնպիսի պայմաններում, ինչպիսիներում աշխատում էր Կարինեն։ Նրանք ունեն ավելի լավ առողջական ապահովում, ավելի լավ աշխատանքային պայմաններ, ավելի շատ աջակցություն։
Բայց Կարինե Ղազինյանի զոհաբերությունը երբեք չի մոռացվի։ Նրա պատմությունը կշարունակի հիշեցնել մեզ, որ մարդիկ ավելի կարևոր են, քան պաշտոններ, որ առողջությունը ավելի կարևոր է, քան կարիերան, որ համակարգերը պետք է ծառայեն մարդկանց, այլ ոչ թե հակառակը։ Արդյոք մենք կշարունակենք հիշել այդ դասերը։ Արդյոք մենք կշարունակենք պայքարել, որպեսզի ավելի Կարինե Ղազինյաններ չլինեն։ Այս հարցերը մնում են բաց։ Եվ պատասխանը կախված է մեզանից բոլորից։ Յուրաքանչյուրս պատասխանատու ենք, որպեսզի Կարինե Ղազինյանի զոհաբերությունը չլինի զուր։ Յուրաքանչյուրս պարտավոր ենք հոգալ մեր շրջապատի մարդկանց մասին, լսել նրանց, տեսնել նրանց ցավը, օգնել նրանց ժամանակին։ Միայն այդպես մենք կարող ենք կանխել նոր ողբերգություններ։ Միայն այդպես մենք կարող ենք պատվել Կարինե Ղազինյանի հիշատակը։